Monk 3 YouTube-յան ալիքը ներկայացնում է հայկական YouTube-յան ալիքների առաջին մրցանակաբաշխությունը, որը կկայանա դեկտեմբերի 2-ին Տաշիր Արենայում։ Հայտագրման համար այցելեք monk3.com, հաղթողները կընտրվեն հանրային քվեարկությամբ։ Մանրամասների եւ կանոնակարգի համար այցելեք մեր կայք կամ գրեք ձեր հարցերը մեր սոցիալական հարթակներում։ Monk 3-ը ներկայացնում է հայկական առաջին dating reality show-ն Սիրասուն։ Յուքոմ ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում։ Կամերան անջատվեց, всё, մարդ դարավ ուրիշ մարդ։ Սիրասուն։ Խոսա, մասմատի ասես, Դավայ։ Ավարտը մոտ է։ Իմանայի շուտ կանեի։ Եվ կրքերն ու պայքարն ավելի են թեժանում։ Իսկ դու հայերեն լավ հասկանում ես, հիմա հետ խոսում։ Вообще даже չեմ հիշում։ Ով ես դու։ Արսեն։ Այ, Վադեմ արա, Վադեմ։ Վերջին միավորները կարող են վճռորոշ լինել։ Ավելի ու ավելի եմ կապում քո հետ։ Չէ, դե աղբերական կգնեք։ Աղբերը մեզ մի հատ հաշիվը մեզ մի հատ կազմական դա անում էսի։ Էս։ Ժողովուրդ էսի։ Թաքցնելը դա շատ նորմալ ճիշտ հատկություն է։ Մարդ կա, որ քեզ տրամադրել է իմ դեմ այսօր։ Եկայ ցերեք, վարենք բոլոր մոմերը։ էսը դու վարի։ Ինչի ես չունեմ դիմակներ, ինչի եմ ընանց ինձ պահում ոնց կամ։ Առանց դիմակների եւ գրեթե ամբողջությամբ բացահայտված եսերով նախավերջին ժամադրությունները Ինձ ճանաչել ես թեկուզ քիչ։ Ես մաքսիմալ եղել եմ այնպեսին, ինչպեսին կամ։ դիտեք Սիրասունի 7-րդ էպիզոդում։ Հաճելի է, հաճելի է։ Monk 3 YouTube-յան ալիքով։ Երբ ինձ ու Արսենին այս ֆանտաստիկ լուքերով տեսնում եք ձեր էկրաններին, վստահ եմ գիտեք, որ վերադարձել են մեր սիրասունների փայլող աչքերը ու ուղղակի ֆիլմային դեյթերը։ Դու ուղղակի ցնցող ես այսօր։ Շնորհակալ եմ, սիրելիս։ Սիրուն ես, խենթանալի։ Շնորհակալ եմ, սիրում եմ, որ գնահատումը տեքստը թիշիր։ Տեքստս մոռացա, բայց մужское начало հիշեցի։ Դա լավ նշան է։ Երեքի եթերում Սիրասունի 7-րդ էպիզոդն է, իսկ դա նշանակում է, որ մենք ականատես կլինենք, թե ինչպես են մեր մասնակիցներից շատերը արդեն հասցրել ջերմանալ միմյանց հանդեպ։ Եղել են նաև խանդի դեպքեր, ինչու՞ չէ նեղացկոտություններ։ Արսեն, իրականում ամեն ինչ իր հունով էլ ընթանում է, մենք խոստացել էինք թեժ պայքար, բայց մի բան բաց ես թողել, ես օդում նկատում եմ սիրահարվածության ֆլյուիդներ եւ դա ինձ դուր է գալիս։ Ես գժվում եմ այդ փաստի համար, բայց հիշենք, որ հաղթանակի համար զույգ կազմելը պարտադիր չէ եւ ի վերջո ամեն վարքյան ամեն ինչ կարող է փոխվել։ Հետաքրքիր է, թե ինչպես են գնահատում նրանք միմյանց։ Գիտես, երբեմն նկատում եմ շատ անտրամաբանական միավորներ իրար ուղղված ու ուզում եմ հասկանալ, գուցե դա է այն տրամաբանական հաշվարկը, որ իմ ուղեղին հասանելի չէ։ Վերջի վերջո սիրով են ընտրում, թե հաշվարկով։ Գնալով թվերը պակասում են, իսկ կրքերը բորբոքվում։ Հիշեցնեմ, որ Սիրասունի հետևորդները եւս կարող են մասնակցություն ցուցաբերել։ 1006 կարճ հեռախոսահամարին ուղարկեք այն կոմբինացիան, նշանակում է մասնակիցների թվերը, մի տղա, մի աղջկա թիվ, որը կարծում եք, որ կհայտնվի եզրափակիչում եւ դուք հնարավորություն կստանաք շահելու 10 iPhone-ներից մեկը, բայց ուշադրություն, անպայման է չկրկնել կոմբինացիաները, նույն թվերը, որովհետեւ միևնույն է հաշվի են առնվելու միայն մեկական SMS հաղորդագրություններ։ Այսինքն նշանակում է, որ յուրաքանչյուրդ կարող եք ուղարկել բազմաթիվ SMS-ներ, բայց կազմելով բազմաթիվ զույգեր եւ մեր եթերաշրջանի ավարտին հատուկ թողարկմամբ մենք իրականացնենք խաղարկություն։ Համար 1 Ալեքսանդր, Համար 2 Անահիտ Կոստանդյան, Համար 3 Անահիտ Օթարյան, Համար 4 Աննա, Համար 5 Արման, Համար 6 Գառնիկ, Համար 7 Թամարա, Համար 8 Իլոնա, Համար 9 Հակոբ, Համար 10 Սերգեյ, Համար 11 Վարդան, Համար 12 Վիկտորիա,
Սկսենք վիճակահանությունը։ Սկսենք վիճակահանությունը։ Եվ այսպես սկսում ենք Սերգեյ ձեզնից։ Համեցեք։ Վիկտորիա։ Եվս մեկը։ Եվս մեկ Վիկտորիա։ Տոմա։ Նստեցինք տեղում Սերգեյ։ Հետ ենք պակում քարտեր նստում ենք։ Արման խնդրեմ։ Տոմա, տաղ եք սկսել։ Հասկանում ես հաշվարկները։ Չեմ։ Ավաղ ոչ։ Վերադարձ։ Կոստանդյան Անահիտներ այստեղ։ Գառնիկ։ Տեսնենք։ Արի, տեսնենք դու ես տեսողական հիշողությունն է լավ։ Դու արդեն գիտես մյուս Վիկտորիան որտեղ է, բայց պետք չէ նրան ընտրել։ Ձեզ պետք չի։ Նստեցինք նորից։ Իլոնաներ այնտեղ թաքնված, նստեք։ Դեսի ճարակ եկավ ֆիքսել էր տեղը։ Ահա, Վիկտորիա։ Առաջին զույգը կազմավորված է, խնդրեմ Ալեքս։ Ալեքսի ուշքում միտքը ուրիշ տեղ է, ու ինձ թվում է մոտավորապես ես գիտեմ որտեղ։ Արի տեսնենք Վարդանի միտքը որտեղ է։ Բարև ձեզ, լավ է ամեն։ Վարդանի միտքը շատ խառն է, դժվար է հասկանանք։ Խնդրեմ Վարդան։ Տոմայի տեղը գիտեմ, բայց մենք Տոմայի հետ հանդիպել ենք։ Այո։ Ավելի լավ է բացեմ, որ մնացածի համար ավելի։ Ահա, Աննային տեսակ որտեղ է։ Ալեքս։ Աննայի սիրահարներ ուշադիր եղեք, չէ՞։ Ով չի։ Խնդրեմ։ Նորից Սերգեյ, համեցեք։ Անահիտ, ունենք հանդիպում։ Եղել եք, փակեք։ Արման։ Աննա և Տոմա։ Արման։ Մեզ մնացել է Արման Շատ լավ վիզուալ ֆիքսացիա ունեք, մենք դա հասկացանք։ Խնդրեմ, Գառնիկ։ Ինչ-որ նոր խաղաքարտ բացեք, որ հասկանանք։ Դուք հանդիպել եք։ Դա բացել էին, դա այդտեղ չկար։ Հաբարբզիկություն եմ անում։ Չէ, արդեն բացեցիք հետ փակել։ Ահա, տեսանք, որ տեղի չի ունենում, անհամապատասխան է և գնում ենք։ Ահա, խնդրեմ, Ալեքս։ Հիմա ձեզ մնում է գտնել մյուս Աննային, որը ենթադրվում է որևէ խաղաքարտի տակ է թաքնված, որը դեռևս չի բացվել, օրինակ դա։ Հասկանում ես։ Ես հո չգիտեի։ Հանճար։ Երկրորդ զույգը կազմավորված է։ Արի Վարդան, արի տեսնենք քո բախտը։ Ում է կանչում։ Ահա, մի անգամի։ Երրորդ զույգը ունենք Անահիտ Օթարյանը և Վարդանը այսօր դեյթ կանեն։ Եվ Սերգեյ, համեցեք։ Սերգեյ ում հետ չի հանդիպել։ Ես չեմ էլ հիշում։ Տոմայի։ Սերգեյ։ Հեսա, դա բացվել էր, եթե Տոմանա պետք, արդեն ուշա։ Հասկացանք, Իլոնային տեսանք, երկրորդ խաղաքարտը որտեղ է, Գառնիկ։ Երկուսը միասին, վստահ մոտեցավ։ Ունենք զույգ։ Տոման և Գառնիկը։ Դե արդեն հետո քրտիր չի, որտեղ գիտեն որը որտեղ է։ Եվ Արման։ Անահիտի հետ է հանդիպում Սերգեյ, Ալեքս, ինչ-որ խնդիր կա։ Վերջ, ամեն ինչ արկար և թապանցիկ։ Այսօրվա զույգերը արդեն կազմված են, եվս մեկ անգամ հիշեցնենք, որ հաջորդ վերջին դեյթը ամեն մեկի համար բնականաբար եվս կազմված է, ուղղակի մնում է մեր մասնակիցները հիշեն ում հետ չեն հանդիպել և տվյալ մասնակցի հետ էլ կունենան ժամադրություն։ Սիրասունի 7-րդ էպիզոդը համարում ենք բացված և շտապում ենք դեյթերի։ Գնացինք, կարոտեմ քեզ։ Ես էլ։ Նենց կանես ոչ մեկ չնայի քեզ։ Բայց կարոտի, որ գնահատես։ Ամբողջ օրը ինձ հետ կլինի։ Վաղը պահանջել եմ, որ վերադարձնես։ Ստուգ ենք, էլի պահեցիր, թե ոչ։ Վաղը իր հետ նորը կբերի, սիրելիս։ Հուսով եմ ուրիշի բմբուլներով չես գա։ Դժվար։ Լավ, դե որ նկարում եք, ասեմ ինչ եմ անում։
Քանի որ սիրասունի շրջանակներում իմ մի քիչ բախտը չի բերում զույգի հարցում, ես բայց տեսել եմ զույգ, ով կարա շատ իդեալական զույգ լինի, իրանց համար date եմ հավելյալ կազմակերպելու, այսինքն երկրորդ date-ն իրանք ունենալու, խոսքս իհարկե գնում է Ալեքսի եւ Անահիտի, տենանք ինչ կստացվի։ Տեղի ունեցավ սիրասունի վերջին վիճակահանությունը, մասնակիցները պատրաստվում են, բայց այսօր սիրասունում կա ևս մեկ ժամադրություն, որը նկարահանող խումբը չի կազմակերպել։ Իմ սիրելի սիրասուններ, Անահիտ Ալեքս եւ բացի Անահիտ Ալեքսից բոլորդ, իմացեք ես ձեզ բոլորից շատ սիրում եմ ու այս ամեն ինչը անում եմ սրտանց կոնկրետ այս պարագայում ձեր համար, Անահիտ ու Ալեքս։ Սիրասունում կարծես սեր է ծնվում։ Անահիտ ջան, լսի։ Վարդանը մերզի date-ա կազմակերպել, բայց ինքը հլպտի հետը date ունենա։ Վարդան ջան, չգիտեմ, քեզ շատ եմ սիրում, ախպերս։ Ինձ թվում է այս պրոյեկտից հետո ես մի տարի ամեն օր քո համար date պետք է կազմակերպեմ։ Date կազմակերպել, սրա մեջ։ Թունավորը դեր կգիտես, չէ, թունավորը սրա էս խառնել էի։ Ուրեմն որ ձեզ sense լավ որ։ Ապրես, եղբայր ջան, դերներով համոք գտնելի։ Սիրով արի ոնց ուտեք։ Այս մի կարևորը սիրով ասարկած, կարանք նայենք։ Տենց մեր կենացը, տենց որ ինձ թվում արդեն մեր։ Esta esencia de grande, tan dura darunda de quiero berato. Եթե նույնիսկ արդեն զգացմունքներ կան, նախագիծը դեռ չի ավարտվել։ Պետք է պայքարել մինչև վերջ։ Առջևում այսօրվա ժամադրություններն են։ Por ferto tu sei nanaria, esta esencia de grita, porque ni una naria, porque no vuelve el alma. Սիրասունի բոլոր մասնակիցներն ունեն գնահատման քարտեր, 1-ից մինչև 6։ Յուրաքանչյուր date-ի վերջում նրանք միմյանցից գաղտնի իրար միավոր են շտորում, սակայն ընդամենը մեկը։ Երբ մասնակիցն օգտագործում է գնահատման մինիշը, դա այլևս օգտագործելու հնարավորություն չի ունենում։ Օրինակ, եթե առաջին date-ին իր այդ օրվա զույգին գնահատել է 3, շոուի ընթացքում այլևս ոչ մի մասնակցի չի կարող գնահատել 3։ Անահիտ, ուզում եմ մաքսիմում անկեղծ, համ ես քո հետ լինեմ, համ դու իմ հետ անկեղծ լինես։ Ես գիտեմ, որ մի քիչ խնդիրներ կարա լինի իմ ու քո մոտիկների հետ կապված պրոյեկտի շրջանակներում, էլի։ Ես ուզում եմ հասկանամ, ուղղակի մա ցենց թեթև բան եմ նկատել, չգիտեմ, ես անկեղծ ասեմ, գիտեմ, որ ասելու ես չէ, բայց ամեն դեպքում ուզում եմ այդ քեզնից լսեմ, էլի։ Մարդ կա, որ քեզ տրամադրել է իմ դեմ այսօր։ Քո դեմ։ Օրինակ շոկի մեջ եմ այս հարցից, Վարդան։ Ինչի՞ց ես ենթադրել։ Ես գիտեմ, որ չէ ես ասելու։ Չէ, ենթադրենք տրամադրենք, քեզ թվում է ես այնքան։ Հենց դա գիտեմ։ Հենց դա գիտեմ, չէ, ուղղակի այդ միտքն է ինձ հետաքրում։ Ահա։ Որևէ catchy անգլերեն ասած կամ այսպես ասած կպչուն կամ ձգող մտքով սկսում է date-ը, որ ուշադրությունը գրավի առավել աղջկա։ Գիտեմ, որ դու նենց մարդ ես, ու նենց մարդու տեսակ ես, որ դու, որ երբեք ուրիշի կարծիքով միջև մարդու հետ չշփվես, միջև մարդու հետ չծանոթանաս, նորմալ չզրուցես, նորմալ իր հետ ժամանակ չանցկացնես, դու երբեք վիրդիկ չես կարող ուրիշի ասածով անես իր մասին։ Երեք ես սենց մի քիչ շատ անտրամ վիճակի մեջ էի ու շատ երկար հարցազրույց եմ տվել։ Ես մեր ով որ մեզնից հարցազրույցը վերցնում է, ես ասեցի առասարակ որ զրուցում էինք, բոլորից պատմում էի, ասացի որ այս պրոյեկտում կա մի մարդ,
ով ամենաշատն է արժանի հաղթանակի, որը բոլորն արժանի են։ Չէ, որը դու ես, ասեմ խի ես դու արժանի, որովհետև դու այն մարդն ես, ով ինքը եկել է ստեղ, ոչ թե հենց 20 միլիոնի հետևից, այլ եկել է, որ իրան նորովի բացահայտի։ Այս մեթոդիկայով բոլորին համոզում է, որ դրա մասին մի մտածեք, որ ինքը շահի։ Այսինքն տնա ինքը ինչ կարա անի։ Հա, փորձություններ դու սիրող մարդ ես առասարակ, բավականին հասկացել ես։ Ես որ միշտ նայում եմ բոլոր մեր մասնակիցներին, բոլոր սիրասումներին, աղջիկներին, այսինքն ամեն մեկը բնականաբար յուրովի է, իր գեղեցկությամբ, իր խոսելաձևով, իր ժեստիկուլյացիայով, ամեն ինչով դու միշտ իմ հետ, միշտ որ ես քեզ նայում, դու ասոցացվում ես իմ հետ միշտ ճոխության հետ, այսինքն հասկանում ես, չէ, անկեղծ եմ ասում, որովհետև դու միշտ որ դաժե քո դետալային ընտրած շորերը ինքը ամեն ինչը համահունչ էր, հասկանում ես, ամեն ինչը այնքան գեղեցիկ էր, որ նայում ես ու հասկանում ես, որ այս աղջիկը նախ ճաշակ ունի, գիտի ճաշակ, ով իսկ առասարակ ով որ ճաշակ ունի, ով ու այն մարդիկ ովքեր որ ճաշակից հասկանում են, իրանք այս կյանքում մեծ բարձունքների են հասնում, որովհետև ամեն մեկը չի ում։ Չէ, այդ հարցում համամիտ չեմ, որովհետև մարդիկ կարող են շատ լավ ճաշակ ունենալ, թե հագուստի առումով, թե կողակցի արտաքինը գնահատեն այդ ճաշակի առումով, բայց չլինեն դա։ Դա կարա լինի։ Երբ որ դու հանգիստ նստում ես, մեկ-մեկ, դու կարաս մի հատ նենց տեքստ ասես, որ ոչ մեկ քեզանից չսպասի, բայց հետո դու միանգամից լռես։ Դու մի պահ հայտնվում ես, մի պահ կորում ես, մի պահ հայտնվում ես, մի պահ կորում ես։ Այսինքն կա պահ գալի, որ ես քեզ իմ տեսողական դաշտում ես դու, բայց հետո պահ գալի, որ քեզ չեն կարա գտնեն։ Ես ուզում եմ հասկանամ, արդյոք դու քո ներսում ինչ-որ բաներ կա, որը որ դու ուզում ես թաքցնես, դրա համար ես մեկ-մեկ կորում, որովհետև երբ որ մենք նոր էինք պրոյեկտում, երևի կարողա փակ լինելուց էր, դու շատ քիչ էիր շփվում բոլորի հետ, բայց ես երբ որ առաջի անգամ մենք պատտվեցինք, քեզ տեսանք, ես կարելի ասել հասկացա քո այդ նուտրոն բռնել եմ sense կոպիտ ասած էլի, եթե sense կոպիտ ասած, որովհետև դու այնքան խելացի մարդ ես, երևում է որ նախ շատ կարդացած ես, ես վստահ եմ որ դու շատ գրքեր ես ուսումնասիրել։ Ինքը ունի շփման այն տակտիկան ու կուլտուրան, որ հաստատ այնպես մի բան չի անի, որ աղջիկը իր դիմացի կլինի, ընկերուհի թե կապ չունի, որ իրան վատ զգա, ընդհակառակը լավ է զգում։ Չգիտեմ, շատ դրական մարդ է Վարդանը ինձ համար ու ինձ թվում է մենք մեր ընկերական շփումը դեռ շարունակելու ենք պրոյեկտից ընկոմել։ Պետք է լինել անմիջական, բնական, բայց պետք չի որ քո մասին լրիվ ֆուլ ամեն ինչ իմանան ու թաքցնելը դա շատ նորմալ ճիշտ հատկություն է չէ ես ընդհանուր ու ոչ բոլորին է հարիր քեզ ճիշտ հասկանալը դու կարող ես մի արտահայտություն անես որ ինչ որ մեկի կողմից շատ դրական ճիշտ հասկացվի ու դու գոհ լինես այդ ամեն ինչից բայց կարող է լրիվ ամեն ինչ այնպես ստացվի որ ասեի ավելի լավ է չխոսեի դրա մասին Դա համար շատ եմ սիրում մենակ մնամ, վերլուծեմ, ինքս ինձ հետ խոսեմ, հասկանամ, արժի ես մարդու հետ ինչ բան է խոսել, թե չէ թաքցնելու առումով ես ոչ բան չեմ շաքսում։ Ես մեկ, ուզում եմ հասկանամ, այդ 50-50-ի մոտ ոնց է դու քեզ համարում ես, որ ինչ-որ մի բան կա քո ներսում, որ քեզ տանջում է կամ քո անցյալում ինչ-որ մի դեպք է տեղի ունեցել, որը որ քո մեջ հիմա սենց կուտակվել է, ու նաև դու եկել ես այդտեղ, որ դու քեզ մաքսիմում սենց բացես, արտահայտես, որ դու նաև մոռանաս դա ու սենց կծկես, փակես, գցես մի հատ սենց լրիվ սենց այն այս լիճը գցես օրինակի համար ու գնա այդ լճից։ Այդ քո վատ հիշողությունը։ Գիրք գրում։ Հոգեբանական։ 10 հարցեր։ Դիմացինին հասկանալով։ Դե ոնց որ թվա ինչ հարց է տալիս, այսինքն ըստ Վարդանի մտածում եմ, որ այս հարցը Անահիտի դուրը կգա։ Տես հիմա։ Ահա, հոգեբանական 10 հարցեր, նույնը նաև զգում է Անահիտը։ Ես ընդհանրապես շատ ուրախ մարդ եմ։ Բայց բոլորս էլ մանկական տրավմաներ ունենք, բոլորս էլ կոմպլեքսներ ունենք, բոլորս էլ ինչ-որ խնդիրներ ունենք ու ինչ-որ պահ է գալիս, որ դու թեկուզ հենց այս պահին ես որ շատ ուրախ եմ, շատ լավ եմ ինձ զգում, բայց շատ մարդիկ կան, որ զուտ այդ էներգիան ուզում են քեզնից վերցնեն, որ դու շատ ուրախ ես լինում, ինչ-որ մարդիկ կան, որ
նախանց չասեմ, ուղղակի հաճելի չի, ոչ չգիտեմ, տեսնում ես 22 տարեկան տարիք կապ չունի մի հատ աղջկա, ոչ ասում ես ոյ բողտը բերեց, լտես խոսքի կամ կավալերներ կան կամ եսի մի ինչ եկել է վայելում ու ավտոմատ, եթե դու համեմատում ես ոչ թե դու չես նայում այդ աղջկան որպես օբյեկտ, դու նայում ես խի ես չարեցի, խի ինքը դա ունի ու ավտոմատ դու բացասական ռեակցիա ես տալիս ու իհարկե դա անդրադառնում է քո վրա, так что այս ընթացքում էլ նորմալ է ու ես adekvat եմ վերաբերվում, այդ իմ խնդիրը չի եղել։ Դիմացինը եթե ուզում է ինձ ցավեցնի, այդ արդեն իր խնդիրն է, ինքը թող իր ներսում քննարկի հասկան թե խիա ուզում իմ հետ այդ ինտոնացիայով խոսա, ես խնդրեմ չունեմ, ես այնքան ինքնաբավ մարդ եմ, որ ես ամեն ինչից հաստատ գտնում եմ այն էներգիան, որ կամ վերցնեմ։ Դա շատ լավ հատկանիշ է ինքնաբավ լինելը, Անահիտ, պահեք ու զարգացրեք։ Կներես լրացնեմ քո այդ ինքնաբավի պահը, որ նաև բացի այդ ինքնաբավից ես նկատել եմ, որ դու շատ պարզ մարդել ես, միաժամանակ ճիշտ է բարդ բաներ ունես քո մեջ, բայց հիմնականում շատ դու այն տեսակն ես, որ պարզ է։ Այսինքն այն մատ հայավարի սենց ասած կա է, որ լավ աղջիկ, տնական աղջիկ, էդի ես էտել եմ քո հետ ասոցացնում, հա, որովհետև բաներ կա, որ նկատելի է։ Օրինակ քո օրինակ շփումը մյուս մասնակիցների հետ, որ միշտ դիստանցիան պահում ես, դու դիսցիպլինա կա քո մեջ, այսինքն քեզ ցենց չեն կարա հպվեն կամ ինչ-որ բան, այսինքն ես վստահ եմ, որ քեզ մենակ կարա դիպչի քո սիրած մեյակը, ով քեզ սիրում է իրականում, դու այդ դոստուպը մենակ կթողես։ Ում ես եմ սիրում, ոչ թե ով։ Նու հա, հա։ Այդ ասելու է էլի, բայց լավ շարունակեցի։ Իմ ըստ ինձ ըստ քո համար ամենակարևորը այդ սերը, որ եթե լինի ձեր մեջ, նոր դու կթողես ինչ դոստուպը ճիշտ հասկացի ինձ։ Ես տենում եմ այդ, որ դու այնքան այդ մաքրությունը քո մեջ կա։ Ինձ ամենաշատը քո մեջ կոնկրետ որ ասեմ sense գրաված, էդ է։ Ես վստահ եմ, որ դու ունես շատ լավ ընտանիք։ Դու լավ ընտանիքի մարդ ես, որովհետև դու վստահ եմ, որ ունես շատ լավ մամա ու լավ պապա, գիտեմ, որ նաև վերջը պապիտս կորցրել, բայց ուզում եմ ասեմ, որ գիտես, որ ես պապայիս եմ կորցրել, այդ հարազատների կորուստն էլ է ինչ-որ դաս տալի մեզ այս կյանքում, որովհետև չէ, բայց ինձ դաս է տալի, ինձ դաս է, ու սովորացել դաս տալի։ Հա, լավ, հա, դե մի քիչ կոպիտ իմաստով էր էլի, դա համար սովորեցնել։ Լավ արեցի։ Բայց դե ես չգիտեմ, շուտ եմ մեծացել, ինչ եմ արել, ես դա նույնիսկ մահվանն եմ շատ adekvat վերաբերվում, ամեն ինչ էլ մարդու համար է ու չգիտեմ, իմ համար պապիկս իմ պահապան հեշտակներից մեկն է։ Մամայի պապայի անունը կասես։ Լիլիթ Հովհաննես։ Մատ ես առանձին այս դեյթին ուզում եմ Վայ Վարդան ջան։ Լիլիթ Հովհաննես ջան։ Առանձնահատուկ։ Դες ասեցի всё մեջտանը դու հաստատ։ Լիլիթ Հովհաննես ջան, ձեզ առանձնահատուկ շնորհակալություն եմ ես հայտնում, որ դուք մեզ ծիրակել եք եւ մեծացրել եք նման աղջիկ, որովհետեւ դուք չեք պատկերացնում մեր առօրյայում ինքը ինչ լավ տեսակի մարդ է, ինչքան լավ է ինքը իրան պահում դրսևորում։ Առանձին շնորհակալություն ձեզ։ Վարդան ջան, տես, եթե ուզենաս գնաս ուզելու, Վարդանի մայրիկը Ձյաննան իմ դասընկերուհին է եղել։ Պատկերացնում եք։ Ես խնամոն շարքի մեջ կմտնեմ, ձեր հետ կգամ երախոն ուզելու, եթե որոշեք գնաք աղջիկ ուզելու, Վարդան ջան, չմտածես։ Դու տես բոլորին ամեն ձևով դիտարկել ես, ամեն մեկը ինչ նրբություն ունի ու գիտեմ, որ մնացած բոլոր ժամադրությունների ժամանակ էլ ես շատ խոսել, ամեն մեկին բնութագրել, ուզում եմ ասեմ, որ դու էլ շատ հոգատար մարդ ես ու ես չեմ ուզում, որ դու մտածես, ոսկի դա քո օբրազն է, դու տենց ապրես։ Դա եթե քո ներսից էլ չլիներ, եթե մենակ օբրազ լինես, դու չէիր կարող այդքան երկար խաղայիր, մի օր հոգնել ես։ Իմ ցանկացած դեյթին ես երբ որ կամերաները միացրեցին, երբ որ մեր 30 րոպե ժամանակը արդեն սկսվեց, ես մաքսիմում անկեղծ եմ բոլորի հետ։ Ոչ մի հատ ինչ-որ fake բան չկա։ Գնահատականի համար ինչ-որ պայքարել կամ ինչ-որ բան, արդեն ֆինալն ենք հասել, արդեն վերջն է այս ամեն ինչի, вообще դրա մասին չեմ մտածում։ Հոգատարությունը, թեկուզ նախաճաշ սարքելը, թեկուզ երեխեքի համար ինչ-որ սիրուն դեյթ կազմակերպելը, թեկուզ լիքը թեկուզներ, ապրես որ եկել ես, շատ ուրախ եմ, որ դու այստեղ ես։ Շատ դավա, ինչ-որ մի հատ բաց կետ ես մնալու հաստատ, հիմա այդ բացկետը չկա։ Ապրես շատ անայդ։
Ապրես շատ։ Ես գիտես, օրինակ, այդ ապրես, որ ես ասեցի, որովհետև այնքան ես եղել եմ շրջաններ, որ կոնկրետ հենց պրոյեկտի մեջ, որ շատ վիրավորվել եմ, շատ մարդկանցից, շատ, բնականաբար չեմ նեղացել, դա վիրավորանք է եղել, որ արդեն բնականաբար անցել է, որը կապված է եղել հենց անկեղծության մասին, այսինքն անկեղծ լինելու հետ կապված։ Ասում են, вообще տեսախցիկները ֆիքսում են կեղծը ու իրականը։ Այ Վարդան, ինչ հետաքրքիր է, որ այսը կարողանում է պահել, նայեք, դեյթերի մթնոլորտը ինքը պահում է։ Այսինքն հենց ինքն է ու այդ աղջիկը։ Գիտես ինչ կուզեմ ասեմ, որ մեր հասարակությունը, կոնկրետ մեր հայերը, մի հատ ընդհանուր տարածված մտածելակերպ կա, որ եթե մարդուն սիրում են մեծամասնությունը, հետևում են, դրական խոսքեր են ասում, ես վստահ եմ նույնիսկ թեկուզ հիմա տես այսքան դրական բան ասեցիր իմ մասին, հայտնվելու են լիքը դեպքեր, որ ասեն, հաստատ ինչ-որ մի բան են չի, էդ էլ է նորմալ, որովհետև մարդիկ չեն հավատում, որ կարա լինի լրիվ այս ինչ ձևի կերպար, հաստատ ինչ-որ մի վատ բան ինքը ունի, ունի, իհարկե ունի, բոլորս է վատ բան ունենք։ Ես շատ վատ բաներ ունեմ, շատ վատ բաներ կարող եմ թվարկեմ իմ մասին։ Չի վերաբերվի քեզ, մինչև դու չհատես իմ սահմանը։ Ես ուղղակի գիտես ոնց չեմ ուզում անկեղծությանը կպնեն հենց։ Հա, ես էլի լիքս, բոլոր մարդիկ անթերի չեն, անթերի ոչ մեկ անթերի չի այս կյանքում, բայց կոնկրետ անկեղծ լինել ինչը որ դու իրոք գիտես որ դու ճիշտ ես ու քեզ ասում են տենց չի մի քիչ շատ ցավոտ է էլի ու երեք հարցազրույց վերցնողով մեզ հարցազրույց ա վերցնում ինձ ասեց ես հարցրեցի ասի տնս մարդիկ շատ են ինձ կպնելու օրինակ համար որ ասեն ինքը սա ֆեյք է մի հատ sense օբրազ ա վերցրե ասեց կկպնեն որովհետև չի կարա իդեալականնել շատ իդեալականնել չի կարա լինի sense չի կարա լինի շատ իդեալականը Անահիտ ուզում եմ քեզ մաղթեմ որ դու անկախ այս պրոյեկտի վերջը ինչ կլինի ուզում եմ որ դու տենց միշտ տենց պայծառ մնացել ես միշտ տենց մնաս ու այդ մաքրությունը որ քո մեջ կա ամեն տեսակի մաքրության մասին է խոսքը միշտ այդ տենց մնա որովհետև մի հատ օր է գալու խոսքս հիշի դա կլինի 3 տարուց դա կլինի 5 տարուց բայց ես այդ ֆիքսացած կասես 3 ու 5 տարիներ էլի մինչև 3-ից 5 տարի կտենաս որ մի 3 տարուց մի հատ տղա է քեզ գտնելու ֆիքսում են բոլորը 3 տարուց եթե շուտ եղավ ավելի լավ մի հատ տղամարդ է քեզ գտնելու ու այդ քո մաքրությունը նենց է պահելու որ դու չես կարա պատկերացնես որ դու ուրախ ես հոսում բաներից մի խոսայլի ու դու ուրախ ես չէ ու դու ուրախ ես լինելու որ դու այս sense մնացիր որովհետև ու գնահատեցին այդ ամեն ինչ հասկանում ես պետք է միշտ գնահատված լինելու գիտեմ ոնց որ նստած լինեի papaիս հետ այ sense մենք ինձ թվում է այո ես ուզում եմ քարով հուշել ահա Այո, ստացվեց, ինձ մոտ դա ստացվեց Ժամանակ, ես ցանկանում եմ ասել, որ այսօր միակորն է, որ դուք դեռ ունեք միավորների մեջ ընտրություն կատարելու, թե ինչ միավոր եք տալիս ձեր այսօրվա դեյթին Իսկ վերջին դեյթին բնականաբար կմնա այն միավորը, որը որ կպահեք Անահիտ հիշի 3 տարուց դու շատ մեծ երջանկություն ես տենալու Դրա համար իմ թիվը եղել է գնահատականի 3 Ամենաբարձրը 3-ն էր Վայ իմ համար այնքան միևնույն է դարձել գնահատականները այն որ չգիտեմ լավ գնահատականները սաղ տվել եմ ու հիմա որ մնացել է 1-ն ու 2-ը ու դաժե բան կար, ցանկություն կար 1-ն ու 2-ը միաժամանակ դնել, որովհետև վերջի 2 գնահատականը ունեի, բայց քանի որ չունենք այդպես հնարավորություն, ուղղակի ամենաբարձրը այդ 2-ից 2-ն եմ դրել, բայց այդ գնահատականը ուղղակի սիմվոլիկ ինչ-որ թվանշան է, հաստատ ոչ Վարդանը, ոչ էլ ես գնահատականին ուշադրություն չենք դարձնելու, նույնիսկ եթե ինքն էլ իա 1-ը ինձ տված լինի, միևնույն է Եթե հիմա պատկերացնենք, որ ունեմ 1-ից 6-ը, Վարդանին կգնահատեմ աղջիկների համար 6, բայց իմ համար ես հարաբերության համար, չգիտեմ, այդ 6-ը ուրիշ է։ Ես տղաներին բոլորին գնահատել եմ այնպես ընդհանուր
բոլոր կանանց աչքերով էլ ասենց ասում։ Գնացինք Աննա ջան, խոսա։ Աննա սկսել է։ Սիրտս խփում է։ Ան, լսի, լավ։ Չէ, արդեն անկես, հիմա եկանք սենց ճանապարհին ինչ ասես խոսացինք իրար հետ։ Ես քեզ մի հատ տենց հարց եմ մտածել։ Ու ոնց տեսել եմ, դա տենց է։ Ասա։ Ամենատեպս ես տենց եմ ընկալել։ Դու ամեն ժամադրությունից որ գալիս ես, Անեստապարություն ոնց որ լինի, որ սիրարված լինես այդ տվյալ ժամադրության տղուն, ում հետ որ գնացել ես։ Դա տենց է թե չէ։ Օրինակ որ ժամադրությունից հետո եք։ Ասում եմ ամեն։ Ամեն։ Եթե ամենից տենց թվում է, կարող է եւ տենց է։ Երևի իրան թվում է թե ես գնացել եմ դեյթի, այդ գնահատականը ստանամ, հետ գամ ու այլևս չշփվեմ այդ մարդու հետ, որովհետեւ բոլոր տղաները բոլոր աղջիկների հետ տենց են վարվում։ Մենք մեր մեջ խոսում ենք, կիսվում ենք, ասում ենք, լսում ենք իրար, պատմում ենք ու սովորաբար բոլորը համարյա նույն բանն են ասում, որ կամերան անջատվեց, всё, մարդ դառավ ուրիշ մարդ։ Նայ, քո հետ ստացվում է, չէ՞, էլի կատակ ենք անում, էս այն ամեն ձևի ծիծաղում ենք, լրջանում ենք, բայց մարդկա ընդհանրապես չի ընդունում։ Մարդկա չի լինում, չի ստացվում հետո ոչ խոսալ, ոչ շփվել ինչ որ թեմայով, դա նորմալ է։ Ու եթե դու նկատել ես, ես այդ մարդկանց հետ դկտում եմ вообще չշփվեմ։ Չէ, ես եթե անկեղծ ասեմ, դու вообще-то մեկ-մեկ բան ունես, դու ոնց որ մարդկանց չտարանջատես։ Այդ ի՞նչ է նշանակում չտարանջատես։ Հեսա կբացատրեմ։ Տես, ասենք ես ինչ ձևի մարդ եմ, ում հետ որ շփվում ես, կարաս, չգիտեմ, այնց կատական ես, որը որ ես կոպիտ ասած կատակ կընդունեմ որպես, բայց մարդ կա, որ դա որպես կատակ չի ընդունի, բայց դու կոնկրետ սաղի հետ նույն ձև ես։ Չկա տենց մարդ։ Ի սկզբանե, չեմ ասում, այն չկա տենց մարդ։ Չկա տենց մարդ։ Ոչ կա տենց մարդ, որի հետ ես կատակ եմ անում, որը չի ընդունի, օրինակ, ասենք Թոմայի հետ չեմ անում այնց կատակները, որը ինքը չի ընդունի, ոչ, Անահիտի հետ չեմ անում այն կատակները, որը ինքը չի ընդունի, ինքը մի քիչ։ Իսկ տղեկից։ Իսկ տղեկից, ասենք ամեն մեկը ինչ ում հետ եմ ես ինչ կատակներ։ Չէ, ում հետ չես անում, չեմ ասում, ում հետ ես անում։ Չեմ անում կատակներ Հակոբի հետ։ Ինչ որ տենց կատակներ չեմ անում Արմանի հետ, ինչ որ տենց։ Հա, Հակոբի։ Հակոբի հետ չեմ անում, Արմանի հետ չեմ անում։ Հակոբն է։ Որտեղից էր Հակոբը, որ մեկն էր, մի հատ հիշացրել։ Հակոբը։ Որ մեկն էր Հակոբը։ Ձեր սենյակից չէր Հակոբը, չէ, ձեր վերևի սենյակից է Հակոբը։ Վերևի սենյակ, հա, Հակոբ։ Բարի լույս, դու դաժե մասնակիցների անունը չգիտես, բայց դու շատ լավ գիտես ում հետ ես ոնց եմ շփվում։ Դու որտեղից вообще կարաս իմանաս ում հետ ինչ շփում ես ունեմ։ Ուրեմն միջև ժամադրությունը սկսել շատ տարօրինակ ձևով են շփվում ու մաքսիմալ իրար բզում։ Ես հույս ունեմ, որ հիմա իրար չեն ուտելու իրական ժամադրության ժամանակ։ Դու սկի չես հասկանում вообще ինչ ձևի մարդ եմ ես, դու շփումից ես խոսում։ Հասկացա, մի հատ թույլ տուր։ Ես շփվում եմ ուղիղ այնքան, ինչքան կարամ ինձ թույլ տամ, ու ինչքան ուզում եմ ինձ թույլ տամ։ Մի հատ թույլ տող քեզ, կլի դանակները վերցնեմ իմ մոտ։ Թույլ եմ։ Քեզ պետք գալու է։ Թույլ եմ։ Քեզ պետք գալու է դարա։ Իսկ դու, որ դեպի կատակներ ես անում ու մարդիկ չեն ընդունում ու չեն հասկանում, ոնց որ ես առաջի 3 օրը չէի հասկանում։ Ոչ չէի հասկանում։ Առաջի օրվանից իմը շատ լավ է։ Որովհետև դու ինչ ես ճանաչում ու հիմա կատակներ ես անում։Յա, բա, ես էի գալիս։ Դու էր վազելով պիցայի ուտում, վազելով եկար, մի մոռացի, վազելով, բրթելով բոլորին։ Դու չասեցիր թե լավ է որ լսի, մի հատ էլ կոնկրետ ինձ լսի։ Կարանք միացնենք ու նայենք ոնց էս վազելով եկե, ահա։ Ես շատ թույլ եմ։ Ես շատ թույլ եմ։ Իվան կներես դու բան կանես, էլի կօգտվես։ Ես սրանք մի քիչ ես կողմ դնեմ։ Սենց։ Այստեղ դնեմ, որ ես էլ չօգտվեմ, էլի սրանից։ Արի այսենց անա։ Պատարակախով էլ ալնում շատ լավ։ 4 ծական էլ։ Այդքան չի ցավա։ Մի հատ ուզում ես հասկեր կամ մի բան խմի, մի քիչ թուլացի շարունակ։ Որ ուզում ուտելու եմ։ Հա, հասկանում, չես ուզում։ Բայց ասում են ինչ-որ շատ սկուչնի սեղան ես գցե, չեմ ուզում։ Ինչ-որ ասում են դու դեյթի ժամանակ, հա, տենց կարաս 10 անգամ ասես կեր դիմացին։ Տաշում եմ պրոստը։ Դիմացին էլ ունես նորմալ է դա։ Դա միակ դեյթն էր, որտեղ ես չկարացա ոչ մի բան ուտեմ։ Ես միշտ լավ ուտում եմ ամենտեղ, եթե նկատել եք։ Իսկ դու հայերեն լավ հասկանում ես, հիմա որ հետդ խոսում։ Նորմալ։
Այսինքն այնպես բաներ կա, որ չես հասկանում։ Հասկանում։ Ամեն ինչ հասկանում եմ։ Ուֆ։ Այ, վադեմ արա, վադեմ։ Իսկ այդ որ խոսում եմ, դու չես լսում։ Այդպես տպավորություն է։ Ուրեմն չեմ ուզում լսեմ ես քեզ։ Բխի ես եկել։ Հենց։ Եկել եմ տենամ, ինչ ես սարքե, ինչ ես դրել, ինչ ուղեղ ունես։ Չէ, ես իմ ուղեղին է չի։ Ես ստեղ ինչ կա, չկա, вообще իմ ուղեղի հետ կապ չունի։ Բացարձակապես։ Կազմակերպիչների կազմակերպվածներ ես ավելի։ Չէի սպասում, որ ինքը հասուն տղա 33 տարեկան, պետք է այդ կարգի անդաստիրակ ձև իրան պահեր։ Ես շատ լավ կարամ պրոստը դնեմ խաղամ շատ լավ մարդ, որ ինձի դաժե ամա չեն երկու դնեն կամ իրեն, կամա չեն պրոստը։ Եթե գնահատականով կգցենք, կամա չեն ինձի ծածր դնեին, եթե ամենասկզբից այտենց խաղայ։ Բայց էլի եմ ասում, ես տենց երկար չեմ դիմանա։ Ինձ հետաքրքիր են, դուք հետաքրքիր մարդկանց եք հավաքի, մաքսիմալ հետաքրքիր, բոլորն են հետաքրքիր, կեսը սենց վատ կողմից են հետաքրքիր, անտանելի, անդուր են, բայց չեմ շարունակի ես իրանց բացահայտելը, ինձ դա հետաքրքիր չի, ոնց որ ինտրիգային զզվելի մարդկանց հետ ես չեմ շփվում, ես տոքսիկ բաներ չեմ սիրում, մի քիչ, ոնց ասեմ ձեզ, մի քիչ ես էլ եմ չոբանոտ, սենց ասեմ, ես էլ եմ անդուր սենց բնավորությամբ, մի քիչ քյարթու եմ, սենց ասեմ։ Առաջի օրվանից դրա համար ես քեզ вообще ոչ ընդունել եմ, ոչ սիրել եմ։ Սուտ ես ասում։ Սուտ չեմ ասում։ Սուտը դու ես ասում։ Մարդիկ տենալու են այդ ամենին։ Թող տենան, ափսոս որ տան եղածը չեն տենում։ Տան եղածն էլ է հնարավոր տենալ։ Բա։ Չես կարող ասես տենում են, թե չեն տենում։ Թող ավելի պայծառ։ Դու առաջի օրվանից իմ հետ չունես։ Ես բոլորի հետ ունեմ։ Բոլորի հետ ունեմ։ Նոր ասում ես չունեմ, ես առաջի օրվանից տանել չեմ կարող քեզ։ Հա, տանել չեմ կարող քեզ, որովհետև դեբիլ կատակներ ես անում, չեմ ընդունում։ Հա, բայց հարցազրույցները տերևալու է, չէ՞ ասենք 3-3 չարաշ։ Իհարկե, դու մի մտածի դու ես ինչ-որ լավ բան եմ քո մասին խոսում։ Բայց քո մասին լրիվ ուրիշ կարծիքի է, յան։ Կարող ես քեզ գալի ասում, գիտես, ես այս դեյթի ժամանակ քո մասին խոսացել եմ, բայց вообще даже չեմ հիշում, ով ես դու։ Արսեն։ Հասկացա՞ր։ Կես ժամ պետք է լինում այսպես նստեմ, որ անունը թիշեմ։ Այ տենց է։ Так что մի երևակայի, որ ինչ-որ մեկին սիրահարված է այս նախագծում։ Չես հավատում, մի հավատա։ Ամենասկզբից ասեցի, որ դու տենց անկեղծ, շատ տենց բնական, բան, ասես ոնց կասեի։ Այ ամենասկզբից ճիշտ էլ հասկացել էի։ Հա, ընդհատում եմ, հա, պարզումա չէ, վсё, դու տենց ընդունի, ինձ вообще դա հետաքրքիր չի։ Բայց խես եկել, լավ որ հետաքրքիր չի։ Ուզեցել եմ, եկել եմ։ Այս լավ միջավայրը գոտեղն ա որ եկել։ Այ ես ամենասկզբից դրա համար հարցրեցի, ես միջավայրը քեզ դուր գալիս եմ։ Այո, ինձ դուր է գալիս ու իմ համար է, բայց դու вообще ստե։ Այլեր գնալ Նաբերեժնի օրինակ։ Ոյ։ Այ ճուկ։ Անա լավ, լսի, դու պատկերա։ Вообще դու մեզ իրար հետ պատկերացնում ես։ Չէ։ Իսկ առաջի օրը։ Չէ, իհարկե։ Իսկ որ թեքվեցինք։ Ոյ, թեքվեցինք, ասես մրոտին խին բեր։ Բայց դու խես սուտ խոսում։ Հիմա անկեղծության ժամ արյանք ես խոսում։ Այս մրոտ երեխուն խին բերես եկան։ Այ դու չէ, դու շատ սուտասան ես։ Չէ, դու ես սուտասան։ Դու սկզբից մի բան ես ասում, հետո ուրիշ բան։ Ինչ եմ ասում։ Ոչ մի բան։ Всё, այդքան բան։ Բան, այդքան բան։ Ինչ եկել ես տեին ինչ ես ասում, դու նենց տպավորություն է, բոլոր տղաների հետ գալիս ես ոնց որ սիրահարված լինես, ոնց որ ոչ մեկ չի տենալու, որ ես вообще ընդհանրապես կկա։ Ես եկել եմ ստե հաճույք ստանամ, ստանում եմ այդ հաճույք, դաժե ստե նստած, նայելով քո անդուր դեմքին հաճույք եմ ստանում։ Այդքան բան, всё։ Այ աղջիկ, բայց չի կարելի, խի ես օրինակ այտենց խոսում։ Ինչի համար ես այտենց խոսում։ Լավ եմ անում։ Բայց լավ անելը ո՞րն է։ Էդ եմ ուզում, էդ եմ անում։ Ես ուզում եմ կես ժամ, որին կարող ինչ ուզում եմ անել։ Դու պատկերացնում ես, հələ սուս մնա։ Դու սուս մնա։ Սիջեց, սուս։ Հիմա Գոլս։ Դավայ, բու։ Պատկերացնում ես, ես սկսեմ հետդ կռիվ արա։ Կռիվ արա, դու էլ ունես իրավունք, ինչ ուզում ես անես։ Հա, ունեմ, բայց Դու քեզ թույլ չես տա, բայց դու քեզ կարաս թույլ տաս անկապ խոսաս ստե նստած, ասես դու գալիս ես սիրահարված։ Ինչից ելնելով ես դու որոշե, որ ես սիրահարված եմ եկել ինչ որ մեկի հետ դեյթից հետո, չէ, ասա, պետք է ասես։ Թող խոսամ, պետք է ասես, ասա, դավայ, սպասում եմ։ Դավայ։ Թող ես խոսամ։ Խոսա, սպասում եմ։ Դու դեյթից ում հետ որ գալիս ես, 90%-ը լավ։ Օй, 90%-ը։ Համենայն դեպս կողքից նկատում եմ մի քիչ ավելի մտերիմ շփում ուրիշ։ Բայց միջև էլ չեմ շփվում։ Օրինակ ես նկատել եմ, որ քո մի օրվա դեյթի տղեն
Կարա, նայ, մի օր այս տղու հետ դեյթի գնացել ես, այս տղեն գա, այն մյուս օր այս տղու հետ ես դեյթի գնացել, այս տղեն տենա ձեզ երկուսից իրար հետ խանդի։ Հա, բա տղեն չի մտածում, որ կակ բե ինքն էլ է նենց բաներ անում, որ ես է կարողա խանդեմ։ Այդ մի օրվա մեջ այդ սաղ էլ նոմ, հա՞։ Հա, իհարկե։ Ցելի օր է, մինչև ժամը 3-ը գիշերվա նստած խոսում ենք, ասում ենք, ոնց չի կարա։ Անկեղծ բան ասա, լավ, մի քիչ թույլ թող քեզ, հանգիստ։ Դու ինադու ինչ-որ բաներ անում ես։ Հա, ինադու։ Չէ, ինադու, որ անենց անես, օրինակ իմանաս, այս մեկը ինձ խանդի, այս մեկը ես։ Չէ, ինձ вообще պետք չի, որ ինչ-որ մեկը ինձ խանդի։ Ինչի՞ սա պետք, կարաս ասես, ինչ ունեմ ես նրանից, որ ինչ-որ մեկը ինձ պիտի խանդի։ Ինչ հա դրա։ Չէ, որ դու հիմա ինձ ասում ես ինքն էլ է անում։ Հա։ Այսինքն եթե դու այդքանը նկատում ես, որ ինքն էլ է անում, այսինքն մի բան ունես։ Այսինքն եթե ես գնում եմ կոնկրետ մարդու հետ դեյթի, գալիս եմ, ու այդ մարդը փոխված է իրան պահում, պահվածքը ուրիշ ձև է դառե, то есть արդեն ինքը նենց չի շփվում։ Չեմ ասում թե չգիտեմ ինչ շփում ուրիշ ձև է շփվում, դիստանցիայով բանով, ապա նույն ձև է շփումը լինելու, դիստանցիայով։ Իսկ ըստ քեզ ինչի համար է դիստանցիան։ Նրա համար, որ իրեն բարձր գնահատականներ դնեն, իմ համար է դա։ Իմ համար, ասենք, եթե ես քո հետ գնացել եմ դեյթի ու գալիս եմ, դու քեզ պահում ես դիստանցիայով, փախնում ես այնտեղ, որտեղ կան աղջիկներ, փախնում ես մարդու կողից, չես մոտիկանում, չես խոսում։ Կուզեի, չէ, նայ, ես բոլորի հետ անկեղծ իմ կարծիքով վերևում ա ոնց եմ շփվում։ Վարդանի հետ։ Ես նկատել էի, որ ինչ-որ ոնց ինչ-որ խիմիա լինի իրանց մեջ։ Նորից եմ կրկնում, այդ ես էի նկատել։ Ես կարող եմ սաղ սխալ նկատած եմ, բայց ամենայն դեպս այն ինչ որ ես եմ նկատել, ես իմ նկատածի մասին ու իմ նկատածով եմ հարցնում իրան։ Ինչ որ մի բաներ կար։ Հետո գնացին էլի դեյթի գնաց, կարծեմ Վարդանը ուրիշի հետ էր, ինքը Արմանի, Վարդանը չեմ հիշում այդ։ Հետո եկան, հետո հասկանում եմ, հետո ինչ որ Վարդանը ինչ որ տրամադրությունը այդքան լավ չի, բայց հարցնում եմ, հետո այն մյուս օրը ինչ որ ես հասկանում Վարդանը ոնց որ մի քիչ իրան ավելի սրտին մոտիկ ընդունած լիներ, սենց աշուշենի ոնց որ էր։ Ինքը բայց էդի աղջիկը մինչև ցույց չտա, այդ սրտիդ մոտիկ չես ընդունում, մի բան կա ուրեմն որ սրտիդ մոտիկ ես ընդունում, չէ՞։ Իսկ մի հատ բան ասեմ քեզ, այդ որ ասում ես գնահատականի համար, դու տենց ֆակտ նկատել ես, այսինքն մինչև գնահատելը քո այդ լավ հարաբերություն, գնահատականից հետո մի անգամից ոչ մի բան։ Նես չի որ շատ, նես չի որ վատ շփում է ինչ որ, ուղղակի ուրիշ ձև է շփումը դառնում։ Ուրիշ ձևի շփում է դառնում, մի քիչ ոնց որ անծանոթ մարդկանց շփում լինի ու հա նկատել եմ ու հա բոլոր տղաներից եմ նկատել, բացի մի հոգուց։ Բայց ինձից ինչ ես նկատել։ Քեզնից вообще ոչ մի բան, չոբանությունից բացի ուրիշ ոչ մի բան չեմ նկատել։ Տելու ես գնահատականի համար։ Դե ես գիտեմ, դրա համար ասում եմ։ Ինչ։ Որ չոբան ես։ Այ աղջիկ, ես վիրավորում։ Չեմ վիրավորում, դա կոմպլիմենտ է քո համար։ Լուրջ ես։ Այո։ Չեմ կարող, ցից ժամադրություն։ Ես դες ասում եմ, սպասեք հետաքրքիր բանի։ Վայ, Աննա։ Դու չեմ հասկանում, անկեղծ ես չեմ հասկանում։ Բայց դու նստար ու անկապ տուֆտեցիր։ Դու ասում ես դու սիրահարված։ Իսկ մի հատ բան լավ, արի, լավ, սենց խոսանք։ Քեզ ով է вообще դու որտեղ ես вообще այդ լեքսիկոնը սովորել, որտեղ ու այդ կարելի է գնալ դեյթի ու իրան ասել տուֆտել։ Տուֆտեցիր։ Օրինակ, քեզ այդպես լեքսիկոն օգտագործում։ Լավ եմ ուզում։ Վատ ես անում, շատ վատ ես անում։ Դե շատ գեշ է։ Գիտեմ։ Բայց ծրագրական աշխատանքներ են սկսել։ Մտածում է էլի Աննայի ապագայի մասին ապրի։ Հետագայում դու կարող ես դեյթեր ունենալ, չգիտեմ, ցանկացած տաղու ինձ թվում է, որ գնաս տենց առաջի անգամ հանդիպման, ասես Ես ինչ ես տուֆտում։ Դե որ տուֆտիկ ասեմ, ինչ ես տուֆտում։ Դրա համար ասում եմ նաբերաժնի գնացեք։ Նաբերաժնի կարաս ասել։ Ես ուր գնամ, ես ուր ուզում եմ գնում եմ, իսկ քեզանից չեմ հարցրել, ուր գնամ կամ ուր չգնամ։ Իսկ քեզ հանդիպած։ Դու եկել ես ստե մարդ ճանաչես, ոչ թե խորհուրդներ տաս։ Ես քեզ արդեն ճանաչում եմ, ինձ ընդհանրապես հետաքրքիր չի, вообще ես որ քեզ ճանաչի, այդ տուֆտել մուֆտելից այդ կներանայի, Մի ինձ դուր խորհուրդներ, ոնց շփվեմ, ոնց շփվում ես, դու կարաս հելնես գնաս, դու կարաս հելնես գնաս, ես մենակ մնամ ստե, հասկացար, սա քո աստղային ժամն է, կարաս ինչ ուզում ես անես, ես ուզում եմ խոսամ, այն թեմաներով, ինչը ուզում եմ, ես քո խորհուրդների կարիքը ընդհանրապես չունեմ։ Լսի, ես ուզում եմ մի հատ բան հասկանամ, դու իմ հետ հիմա դեյթի ժամանակ շփման ժամանակ, այդ տուֆտել եւ այլն, այդ լեքսիկոնները ուզում ես հա օգտագործես։
Եթե դու քեզ թույլ ես տալի։ Ես ինձ թույլ չեմ տալի։ Նստես ու ինձ անկապ բաներ ասել։ Անկապ բան չեմ ասում։ Անկապ բան ես ասում։ Ես բացարձակ անկապ բան չեմ ասում, ես քո հետ նորմալ բան եմ խոսում։ Ոնց որ եկել ես դե ինքնահաստատվես։ Բացարձակ չէ։ Եկել ես ինքնահաստատվես, ումոտ չի ստացվելու դա։ Ես քեզ ասում եմ, դու տուֆտում ես, всё։ Տես։ Okay, էլի եմ ասում, կրկին եմ ասում, այո։ Հարց չկա, ես էլ այտենց աղջկայից սեղան չեմ նստում։ Մի նստի։ Դե աջո։ Всё։ Նա ինձ ասեց, որ ես տուֆտում եմ, եւ քանի որ ես ինչքան գիտեմ չեմ տուֆտում, հելա սեղանից գնացի։ Փոշմանել եմ, որ իր դեյթի սկզբից չեմ ծփխե երեսին ջուրը, որ սրազու հել ներկնար, մենակ սկե ժամ նստեի ու գայի։ Մենակ դրա համար եմ փոշմանել։ Հաճելի էր։ Իմանայի շուտ կանեի։ Ես խնդրում էի, որ ինքը չգար։ Շոուին մասնակցում ենք, այսինքն մասնակցում ենք մինչև վերջ։ Գնաց, ոնց գնաց, նենց էլ հետ եկավ։ Գնացել էր, տղա էր, թող չգար։ Ես շատ լավ էլ ինձ զգում էի մենակով, շատ հաճելի էր։ Անկեղծ բարդ, ես մի հատ աղջկա հետ նստեմ, ինձ ասի տուֆտում եմ, ես շատ իմանամ, չեմ հելնի գնամ էլի պրոստը, շատ ավելի ինչ-որ վատ բառեր կասեմ, ասեցի, որ իմ հետ այտենց մի խոսա, մի քիչ ուրիշ ձև արի խոսանք իրար հետ, բայց ես այտենց եմ խոսում, ես լավ եմ ասում, այտենց ես խոսում, շնորհակալություն, ստեցություն, առողջություն։ Ու եթե դու գիտես, թե որ տղաներին գնում ես ասում ես Աննան սիրահարված է ինձ մեռնում է իմ համար ու դա չի գալու հասնի ինձ, սուտ չեմ խոսում։ Սուտ ես խոսում, հիմնադրությամբ դու էլ գիտես, որ այդ տան մեջ աղջիկ կա, ում ու տղաներից մերկուսն եկի ասել են Ալեքս ասում եմ աղջիկեքը իմ համար գժվում է։ Սուտ ես խոսում, չի կարա տես բանել, հիմա շատ ես խափում։ Դու հասկացի, որ այդ ամեն ինչը նայող է, հասկացի ինձ ճիշտ։ Նայող է դա, հիմա մի տես մի գոթացրա։ Դու հիմա որ տես բան ես ասում, ես սաղ հիմա ինչ որ ասում ես, քո դեմ կլինի, մի ասա։ Գնահատականը տամ, են որ չեմ կարա չտամ։ Ինձ մի ասա տես բան, որովհետև ես սաղ կֆրակով վրա, որովհետև տես բան բացարձակ չկա։ Երթվում եմ։ Չի կարա ինչ որ մի հատ տղա լուրջ դեմքով գա քեզ ասի, գիտես ինչ կա, Ալեքսը ասել է որ դու իրան ես դրամ։ Կարա տես կատակ ֆրա մի հատ, բայց որ լուրջ գան քեզ տես բան ասել, տես բանը անհնար է։ Ջոգի։ Դե հետո всё, ես էլ չգիտեմ, ինչ ասեմ։ Արի գնահատ։ Դավայ։ Իմ մոտ մնացել էր 2.4-ը, ես իրան 4 եմ գնահատել։ Հա, ես իրան 4 եմ գնահատել, որտեվ ինքը вообще շատ լավ աղջիկ է, ակեղծ եմ ասում։ Ես իր հետ հիմա ինձանից կարող է տես մի քանի ժամ նեղացած ապա, բայց вообще մտերիմ եմ ես իր հետ։ Ինքը տես լավ աղջիկ է, ադուշի աղջիկ է։ Երբ մտքին ինչ գալիս է, ասում է բան, էս կոմեն։ Կարող է երկուսը տայի, բայց ես հասկացա, որ ինքն էլ սենց պակաս դերասան չի, ինքը ոչ միայն լավ մուզիկանտ է կամ ինչա, չգիտեմ, թեկուզ իր գրած երգերը լսել եմ, ոչ էլ դուրս է եկել, սենց ասեմ, ոչ էլ լավ մուզիկանտ է, всё։ Չէ, ընդհանուր հալալ է քեզ, դա չի։ Քեզ էլ է հալալ քո դեբիլ հարցերի համար։ Քո դեբիլ պնդումների համար։ Ես այդ քո պատասխաններին նա հալալ չէ, ես դեբիլ հարց եմ տալի, դու տենց ճիշտ պատասխան շատ հալալ է քեզ։ Պրոստը ես անկեղծ քեզ ինչ-որ մի բանի մեջ չեմ մեղադրել։ Ես քեզ հարցում եմ, ասում եմ, սենց կարծիքա իմ մոտ։ Դու չասիր։ Ոյ, դու քո կարծիքը քեզ բայ, հա։ Դրա համար եմ ասում, դու հայեր են ոնց որ լավ չես հասկանում։ Երկար ժամ Ռուսաստան ես ապրել, հետո Ղափան, ես չեմ կարա հիմա ոնց խոսամ, ես լավ արի հելն ենք։ Հելն ենք։ Չէ։ Եվ այսպես մեր սիրասունների դեյթը կարող ենք համարել սկսված։ Նա եսի 5-րդ հանդիպումն է իմ, քո էլ, բայց սենց կամֆորտ հանգիստ, անգամ մի քիչ այդ կամերաների լարվածությունն էլ է մոտս անցել, հա։ Որովհետև դե ասեցի, իմն է, իմ վիճակն է։ Նենց որ իմացի, որ ոնց էլ անցնի,
բնական եմ լինելու, սենց եմ ես։ Հա, ինձ մոտ էլ է նույն զգացողությունը, երևի բնությունը բնական է, բայց նպաստում է, որտեղ ես էլ եմ շատ բնության մարդ եմ, սիրում եմ ես բնությունը։ Ու պլյուս դրա, որ քեզ սկսեցի այս օրերի ընթացքում մոտավորապես կենցաղում ճանաչել, ավելի հանգիստ մարդ ես։ Վաու։ Ավելի բնական ես։ Նույնма քամին։ Չէ, բան չի անում։ Կամ արեց։ Եկայց գիշեր, ուղղակի գիշեր ցերեկ, վառենք բոլոր մոմերը։ Էսը դու վառի։ Ռոմանտիզմը սկսվեց, այս արդեն հասկանում եմ։ Չէ, մարում։ Քամին ուրա։ Դե էսը դու վառի։ Կարող է դու վառես չհանգի։ Ես, ահա։ Այ թարսա։ Թե որտեվ քամին են կոմա գնում, մատս ուզում վառի։ Դու լավ մի ֆիքսվի, հանգից հանգից։ Հոմ այլի։ Հա, այս օրերի ընթացքում ինձ հետաքրքիր է։ Հա, այս օրերի ընթացքում քո հանգստությունը ես զգացի էլի, հանգստությունը, բնական լինելը։ Ոնց զգացիր, բա։ Տեսա, տեսնում եմ։ Տեսար։ Կարող է ձև էի բռնել։ Կարող է, ես ինչ իմանամ, բայց համենայն դեպս ինչ որ տեսել եմ ինչև էս պահը, շատ հանգիստ, adekvati շրջանակներում էր էլի, ավել ինչ որ ձևական բաներ չեմ տեսել եւ այլն եւ այլն։ Ես հասկացա, որ դու պրոստը այնպեսին ես, ինչպեսին որ կաս։ Հետաքրքիր է։ Այդ գնահատելի է շատ։ Այդ իմ համար էլ հետաքրքիր է, որ հասկացար իրոք, որովհետև կարող է իրոք տենց ինչ որ բան եմ ընտրել, ոչ եմ ընտրել, տենց, հա, ու խաղում եմ այդ դերը, օրինակ, չնայած ես խաղալուց հեռու եմ դերասան։ Ես դա կհասկանայի։ Այն մարդիկ, ովքեր ինչ որ տարբեր դիմակներ են ընտրում եւ այլն, տարբեր մոտիվներով։ Իմ համար դա ուղղակի ծիծաղելի է, էլի, որտեղ իրականում մարդիկ ստեղծում են մի հատ բան, չգիտեմ, որոշակի ինչ որ կերպար, դիմակ, դրա տակ են, ու իրանց թվում է թե այդ կողքից չի երևում, բայց միևնույն է ամեն ինչ բացահայտվում է ժամանակի։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ բացահայտվում է։ Իսկ ինչ ես կարծում, ինչի ես չունեմ դիմակներ, ինչի եմ այնց ինձ պահում ոնց կամ։ Հակոբ ոնց որ կոմպլիմենտների կարիք ունեն, հա։ Այս մարդու տեսակա, ինձ թվում է այդ տեսակա բնավորությունը ընդամենը այդքան բան։ Իսկ կարող է 10 տարի առաջ ուրիշ ձև լինեի։ Կարող է։ Կարող է, չէ՞, հա, ուրիշ ձև կլինեի, հաստատ։ Ժամանակի ընթացքում բոլոր մարդիկ փոխվում են, ինձ թվում է այդ նորմալ չէր լինի, եթե դու չփոխվեիր։ Նենց հետաքրքիր է, իմ մտքերը ոնց որ տենց դու ասես։ Դե ես խելացի աղջիկ եմ։ Դες իսկ ինչ ես կարծում, կարա այս պրոյեկտի շրջանակներում ինչ որ էմոցիոնալ բան ստեղծվի տղա աղջիկ։ Ընդհանուր։ Իհարկե կարող է, ամեն ինչ հնարավոր է, այո։ Այս կարճ ժամանակում։ Հա։ Գիտես վերջի անգամ երբ եմ սիրարվել։ Երբ։ 15 տարի առաջ։ 15 տարվա ընթացքում ընդհանրապես չես սիրարվել։ Ինչ որ վարկածային վիճակներ է։ Լավ, իսկ սենց հարցամ, այդ թեթև այդ հրապուրվածությունը ու սիրահարվածությունը դու ինչով ես տարբերակում իրարից։ Սիրահարվածությունը կոնկրետ մտնում է ուղեղիդ մեջ։ Ուղեղիդ։ Ուղեղիդ, հա, ինքը։ Չէ, ուղեղիդ մեջ է մտնում սկզբնականում։ Կարող է սրտից սիգնալն է գնում, բայց ինքը ուղեղիդ մեջ է մտնում, որովհետև գնում ես, մտածում ես, գալիս է պատկերավոր աչքերիդ առաջ, պատկերը, խոսքերը, հումորները օրինակ։ Ակամայից էլի առանց ինչ որ հստակ նաստրոյկի, նստես ասես մի հատ մտածեմ իր մասին։ Չէ, լոյկը գործ անես, մեկ է վմ, տենց էկրան գա դիմացը, տալիքը սխմեն միանա ու այդի սիրա տենց եղել է իմ մոտ, բայց հրապուրվածությունը։ Հրապուրվածություն դե կարա ասենք, դա տարիքային է, եթե մի 10 տարի առաջվա Հակոբից որ ասեմ, հրապուրվածություն կարա արտաքինից լիներ, կարար հագուստից լիներ, դուխու հոտից լիներ, ինչ որ ինձ կոմպլիմենտ անեն, ես այդտեղից ինչ որ վիճակներ լիներ, բայց տարիքի հետ այդ ամեն ինչը անցել է ու դա փառք Աստծո որ անցել է, որովհետև ես հիմա իմ տարիքը, համ իմ տարիքն եմ սիրում, համ իմ բնավորությունն եմ սիրում, ոնց կամ այտենց շատ սիրում եմ ու գոհ եմ, որ հենց ես սենց եմ էլի, չէ՞ ուզի ուրիշ ձև լինեի։ Ինձ համար շատ կարևոր է հոգով երիտասարդ լինելը, անկախ տարիքից։ Էլի եմ ասում, թե վերաբերմունքը կյանքին, կյանքը սիրելը, այդ տեսակ մարդիկ իրանց տեղով իրանք լույս են։ Ու դու ավտոմատ ուզում ես ձգվես դեպի այդ մարդկանց, ովքեր կյանքը սիրում են։ Իմ այսօրվա հագուստով ես sense կարող եի կադրում տենց թռչունի պես անցնել, չէ՞, մեր սիրասունների sense։ Ոնց հասկանանք, որ մարդ սիրում է կյանքը, որ կյանքում կյանքի հանդիպացրած քեզ սցենարներին դու համաձայնվում ես պրոստը։
Թե լինի թվացial բացասական, թե դրական, այսինքն օրինակ ավտոդ խփեցիր, այտենց։ Օրինակ, խոսքը թեթև հասկացա, հա։ Չես ջղայնանում այդ աշխարհի վրա, որ ոնց եղավ, խի եղավ, ասում ես դե օքեյ, փառք Աստծո, որ սենց եղավ, այլ ոնց ուրիշ ձև չեղավ։ Ճիշտ ասած, իսկ սկզբանե հասկացել էի, որ ինքը բավական ուղիղ մարդ է, ինչպիսին որ կա, ինքը հենց այդպես է իրեն ցույց է տալիս, ոչ խաղում է, ոչ ինչ որ ավել սահմաններից դուրս ինչ որ բաներ է անում, շատ նորմալ, ադեկվատ մարդ է։ Ես երկրորդ հանդիպումից գիտեի, որ 5-րդ հանդիպումը քո հետ է լինելու։ Վաու։ Ահա, ինչ գիտեիր, որ հենց 5-րդն է լինելու։ Հետո մի հատ է հետաքրքիր տենց զուգադիպություն կա, էդ էլ եմ ասելու։ Ասա։ Էդ էլ եմ ասելու, ուրեմն առաջի օրը ես որ եկա այս նախագծին, արդեն տեղավորվեցինք։ Տենց վեշեր բան դրեցինք, ու շոտ արդեն սաղ վերջացել էր, պիտի գայինք քնեինք։ Մտանք սենյակ, այն որ հələ պարզ չի, որը ում կռավատն է, բայց տղեկի համար արդեն պարզ էր, էսի սենց, էսի սենց, էսի սենց։ Всё գա, ասեց ախպեր, քո տեղերի վրա մի հատ զապիսկա է դրած։ Վերցրեցի ու բան էր գրած։ Հեսա ցույց եմ տալու այդ զապիսկեն։ Ինչ որ սիրային կարճ բան էր։ Երկտող էր։ Այո։ Ու այդ երկտող դնողը ես 99% վստահ եմ, որ պատահական է դրել։ Որտեվ նոր ենք, ոչ ճանաչում ենք, ոչ այդ դնողը գիտեր ես որտեղ եմ քնում, պատկերացրի, ինքն էս չէ, ինքը բերե Հակոբի նիշմար արե, вообще չէ։ Էդի տենց շուտ հասկացա, որ էդի իմ հետ կապված չի, բայց իմ անկողնու վրա է, ուրեմն մի բան կա այստեղ։ Ու այսօր ժիրիբյովկայից հետո այդ թեման իմ մտքով անցավ, ես հասկացա, որ էդի քեզ պետք է տամ։ Էդի ինձ բերել էին, որ ես տայի քեզ։ Ես այդ իրավիճակին տենց եմ նայելու, հա։ Ինչի ինձ։ Չգիտեմ։ Լավ, դու հասկանա, չեմ հասկանում ինչ ես ասում։ Չէ, էդի իմ կողմից քեզ եմ տալու։ Հասկացա։ Կարաս դու գնաս մտտղու այդ հանդիպման, ասես այս Հակոբին տվին, որ Հակոբը տա ինձ, որ ես քեզ տամ քեզ։ Անկամ այդ տարբերակն է, օքեյ։ Չէ, չի։ Այդ գնահատականներինն է։ Ստեղա։ Զգույշ։ Ստեղա։ Խնդրեմ։ Wait for me։ Հիմա հումոր ա եղել, հումոր չի եղել։ Wait for me։ Ես էդի քեզ եմ տալի, բայց ասում եմ, ինչ ուզում ես, կարաս իր այդ անես։ Տես կարաս թալիսման պահես ինչ որ։ Թալիսման։ Հա, նա տենց, այդ ֆորմատով կարաս իրան նայես։ Համապատասխան ենք համենայն դեպս միջև այն կետը, որը թույլ է տվել Վիկան ու ես բացվենք, հասկանանք լիքը ընդհանուր հարցերում համակարծիք էինք։ Եթե ինչ որ մի բան այս նախագծի շրջանակներում կարա տեղի ունենա զույգի ինչ որ առումով, դա կարա լինի միայն իր հետ, այո։ Ես դու ունես այդպես մի հատ թալիսման կարաս տաս ինձ, թե չունես։ Թալիսման։ Ես որ թալիսման ունենամ, ես քեզ չեմ տա, լավ։ Թալիսմանը պահում են։ Ինչ որ մի բան պայուսակիդ մեջ, ինչ որ կոճակ խոսքի ունես։ Մի րոպե մի հատ։ Ինչ որ մի բան։ Չունեմ պայուսակ։ Չունեմ։ Պայուսակիդ մեջ չունես։ Չէ։ Պայուսակ ունես, բայց պայուսակիդ մեջ չունեք, հա։ Օղս կտամ։ Ոսկի չի, չէ։ Չէ։ Հələ, այսի գազան թալիսմանա։ Հա, լուրջ, էսի չոտկի թալիսմանա։ Էսի մեջը ջինն է ապրում սրա։ Այո, դա կարող եք վերցնել, Հակոբ փոխարենը ոսկյա մի օղ նվիրել Վիկտորիային։ Օրինակ, էսի որ չտայրել, ես արդեն քեզնից ինձ թալիսման ունեի։ Եվ ո՞րն է այդ թալիսմանը։ Էդի ժիրիբյովկի վախտ եմ ցույց տալու։ Օղս հետ կտաս ուզամ։ Այդ օղը ես շատ եմ սիրում։ Էսի ջին, լուրջ չեմ տալու, բայց։ Չկպավ, նո, կտաս, հետո կտաս, լավ ոչ։ Բա ասեցիր առ, չէ, եթե չես տալու չեմ դուրս։ Ես ունեմ ասում եմ։ Դե որ ունես ինչ ես էլի ուզում։ Դե ինձ հետաքրքիր էր դու կտայիր, թե չէիր տա։ Ինչ տամ, կոշիկս տամ։ Հենա լավ է տվեցի ինչ։ Չգիտեմ ինձ ինչու է թվում, որ Վիկտորիան ինչ որ ձանձրույթ է ապրում, կամ մտածում է երբ կավարտվի դեյթը, չէ, մտը մի քիչ ավելի սարեստական ինչ որ ակտիվություն է մտցնում։ Կերքես։ Ինչ երգեմ։ Այն որ դու շատ ես սիրում։ Որը։ Այն որ մի հատ նոր ես եկե այդ վաղտես երգե, որովհետև միշտ երգում ես ինչ որ։ Հաճելիան։
Այ շատ ուժեղ ես երգում։ Այս հագուստից է եթերային վիճակով։ Ես հա հենց այդ է, էլի։ Հեգուստական քա կյանքը բայց հաճելի է։ Լավ չարել։ Այս մի ասեք լավն է, ասեք հաճելի է։ Հաճելի է։ Չէ, արեցիր, ամոթը։ Դու ես ասում ամոթա։ Ինչի՞։ Ես անամոթ եմ։ Չէ, երգելու պահով որ տենց մտնում ես արագ։ Այդ պետքա ներսից լինի, հասկացա։ Այո։ Այո։ Դա պետք է ներսից լինի կամ վճարով լինի, ես sense ասեմ, երգելը։ Կամ ներսից այդ րոպեին պիտի գա, կամ պիտի վճարած լինեն, իսկ որ վճարը ներսից կգա։ Կներես, այդ խնդրում եմ այդ զապիսկեն աղջիկներին չասես, էլի։ Աղջիկներին չասեմ։ Հա, չասես ինձ ասես։ Մենք աղջիկներով ամեն ինչ իրար ասում ենք։ Այսօր թողես բանում ինչ որ։ Ինչի։ Չէ, էդի խնդրանքս է։ Առհասարակ մենք աղջիկներով ամեն ինչ իրար ասում ենք, բայց այս քո խաթր չեմ ասի։ Եթե ասելու ես, կարանք ուրիշ Եթե ապետի ասես, ինքը ուրեմն ուրիշ չի աշխատում։ Չէ, չեմ ասի։ Եթե չես խոստանում ես, հա, չեմ ասես, այդպես գաղտնիք չի, բայց խոստանում եմ։ Արի չասենք։ Вообще պատմում եք, հա, ձեր հանդիպումներն իրար։ Ոչ բոլորը, ինչ որ նյուանսներ։ Բա կարող է գանի մասին վատ բան պատմում, բան կհավատաս։ Ամեն մարդ իր տեսանկյունից է նայում մարդուն, ինչ որ մեկը կարող ես լավ պատմեմ, որ հավատալի լինի։ Այն որ կհավատաս։ Դե ես այն տեսակն եմ, որ մինչև իմ աչքով չտեսնեմ, չշփվեմ այդ մարդը, չեմ ընկալի, որովհետև ամեն մարդ իր ընկալումն ունի։ Ես էլ եմ տենց։ Հակոբը քիչ առաջ խոսում էր իր տարիքից, այսինքն փորձառությունից, որ ավելի մեծ փորձառություն ունի, բայց ի երջանկություն իրեն դեռ մինչև հիմա չի բացահայտել, որ կանայք այո, պատմում են իրենց դեյթերը, պատմությունները, երբեմն նույնիսկ սեռական հարաբերությունները, սեքսը, թե ով ինչ լավ սեքս է ունեցել կամ ոչ այդքան։ Հակոբ ջան, դա տեղի է ունենում։ Հիմա իհարկե մեր նախագծի շրջանակներում դրանք տեղի չեն ունենում, բայց ուզում եմ ասել, որ լրիվ նորմալ է, որ աղջիկները կիսվեն իրար հետ։ Լռություն, ահա։ Թե ինչ։ Դե ինչ։ Թե ինչ։ Դե ինչ։ Լռենք։ Կարանք։ Լռենք։ Կարանք լռենք։ Ինձ կոմֆորտնի էր, տեղը կոմֆորտնի էր, բնության գրկում էինք, այն որ շատ հրաշալի էր, ես իմ շորերով էի, իմ ուզած ակնոցով էի, ամեն ինչ լավ էր, բայց ընթացքում ամեն դեպքում լարվեցի։ Զգացի, որ լարված եմ, կարող է այդ հավանելու բանի հետևանքներ։ Գիտես ես խի եմ բանանում, որ չեմ կարա, նու այդ խի է շանսերը շատ քիչ, որ ես կարամ սիրահարվեմ։ Եվ շատ քիչ։ Ինչու՞։ Որովհետև տեսակով գիտես ոնց եմ, որ ասենք մի աղջիկը, դստե ֆորմատը ոնց աղջիկները ամեն օր ինչ որ մեկի հետ, չէ, բայց այն աղջիկը ում ես հավանեմ ու այդ օրը ասենք ժամանակ անցկացնեմ ու հաջորդ օր այդ նույն աղջիկը ուրիշ տղու հետ ինչ որ մտերմություն ցույց տա, մի քիչ ավելի առանձնահատուկ, կարող ասենց շատ արագ այն ինչ որ մի քիչ է զգացել էի անցնի։ Ստեմ այտենց անցնի իրենց բարի բախտ ցանկանամ, այդ ֆակտորները իմ մոտ տենց բանա, որ քիչ է իմ մոտ այդ հավանականությունը, որովհետև նատու տենց եմ ես, էլի։ Օրինակ հիմա մի հատ աղջիկա հետ դուրս է կյանքում առանց ինչ որ բաների, այլ աչքերի հանդիպեմ, շփվեմ, տենց ինչ որ փորձեմ հարաբերություն ստեղծել երկարաժամկետ կտրվածքի համար, մեկ էլ հանկարծ ինքը հաջորդ օրը մի հատ տենց ուրիշ տղայի հետ հետաքրքրություն ցույց տա, ինքը իմ աչքից կընկնի։ Դա նորմալ է ինձ թվում։ Հա, բա իհարկե, բայց մարդկա տենց վեճը չի։ Օրինակ հիմա Վիկտորիան իրեն շատ համահունչ, adekvat, ինչպես ինքը օգտագործեց այդ բառը, այդպես է դրսևորում, բայց ես տեսնելով այս պատկերը չեմ կարող ասել, որ առանձնահատուկ ուշադրություն կամ ինչ-որ թրթիռ է զգում այս դեյթի ժամանակ։ Կան մասնակիցներից, որ հստակ ստրատեգիաներ ունեն։ Կլինի։ Իսկ ինչ ես կարծում, կա իմ մոտ էդի։ Չէ։ Չկա։ Չէ։ Քո մոտ չկա, չէ։ Քո մոտ բացառվում է, որ լինի, ես այդ կհասկանայի։ Քո մոտ չկա, չէ։ Չէ։ Վիկտորիա, շատ կուզեի այդ չէին հավատալ, բայց չեմ կարծում, որ դա այդպես է, որովհետև ինչ որ ամենայն դեպս ստրատեգիա նկատելի է, բայց ես հնարավոր է, որ սխալվում եմ։ Սիրասուններ, թե ով ինչ կմտածի, դա արդեն կթողնենք հետոին, իսկ թե դուք ինչպես եք գնահատում ձեր դեյթը, հիմա մենք կիմանանք, ժամանակն է իրար գնահատելու։
Հակոբին գնահատել եմ 2, որովհետև ինձ մոտ մնացել են ամենափոքր թվերը։ Ընթացքում ես այս պահին կարծում եմ, որ մի գնահատական եմ սխալ տվել, մնացածը ոնց որ թե ընթացքային ճիշտ գնում է։ Պարզապես այդ վերջի մնացած 2-ը ու 1-ը իսկապես շատ, չգիտեմ, ես հաստատ տենց չէի գնահատի, եթե բալային համակարգը սահմանափակումներ չունենար։ Համակրել եմ ես ընթացքում 1-ին, մի 5 րոպեով։ Սխալվել եմ, սխալ գնահատական եմ տվել։ Այդ պահի դրությունը, իրադրությունը, իրար ճիշտ հասկանալը ու ինձ համար թվացյալ անկեղծությունը դրթեց ինձ նրան, որ ես մտածեմ, որ գուցե եւ հավակնորդը, ամենահնարավոր մարդը Արմանն է, բայց ես սխալվեցի, ես իրան 6 սխալ եմ տվել, ես փոշմանում եմ 6-ի համար։ Այսօր ես եմ ընտրել, բայց փակ տարբերակով եմ ընտրել, ես եմ այդ քաշողն եղել։ Ժիրիբիովկայի ժամանակ իրանց կարտերն էր իրանց անունով։ Ու այդ կարտերից մեկը ես վերցրել էի իմ հետ, այս նկարը։ Ու այս նկարը դրել էի, այդ երկու քարտը դրել էի, սենց խառնելուց հետո, սենց դրեցի զգալով, ասի որը դնեմ այս նկարի վրա, դա կլինի քո գնահատականը, դրեցի, ուզում էի այն մեկը հետ դնեի, տեսա այն մեկը 6-ն է։ Ասի չէ, լավ, եկեք մի հատ անենք, արեցի, էլի 4 անգավ։ Ու կարծում եմ ինքը չի նեղանա, բայց ես էլի վստահ եմ, որ ինքն է հաղթելու, անգամ 4-ի դեպքում, բայց եթե սաղ ճանապարհին էդ էի մտածում, եթե այդ իմ մի 2 բալով ինքը պարտվի, այդ իմ համար դաժան է լինելու, բայց էլի ուրեմն հաղթողինն էր։ Ես մտածում եմ հաղթելու անա, ով պիտի հաղթի։ Como tale, tu. Ну, մենք երկուսս էլ կարիճ ենք, Տոմ։ Ազարտն ես։ Ոնց ես իմացել։ Ոտից հետ։ Շատ նրբանկատն ես։ Ես էլ էի ուզում այս ստատուից մի տեղ անեի, պոստը հələ ռուկինի դաշտի դա է տվել, բայց ընթացքում ինձ թվում է վրես է թեր կայտնվի։ Okay։ Բայց դե կարիճները ընդհանրապես ազարտնի մարդիկ են։ Նորես ազարտն է։ Գիտես ոնց, եթե շատ անկեղծ պատասխանենք, հա, բայց աշխատում եմ իմ վրա, որ տենց Կազիներում սաղ չկրվում, չէ։ Չէ, ես քեզ հարգում եմ, որ վախտին կարող ես ստոպ տաս, չէ։ Կամ նախապես պլանավորում եմ, օրինակ ունեմ այսքան գումար, կորցնելու համար ու ժամանակ անցկացնելու համար, այդ առումով գնում եմ ու վայելում եմ։ Ես էլ եմ տենց, բայց այդ որ պլանավորում ես, այն որ հավես անցնում, հաճույքով անցնում։ Շատ մեծ համապատասխան տեղ էր։ Ես ոնց հասկացա, այս շոուի ընթացքում կարդալով մենակ ես Տոման ենք զբաղվում, մեր ազատ ժամանակը դրանով է զբաղվում, ու տենց սիրուն գրքերի ֆոնին տեղ էին ընտրել։ Կարանք խաղանք հարցերի վրա։ Եզա, նենց անենք, որ ով որ կրի, ինքը առաջինը հարց է տալիս։ Հերթով հարց տանք, հա, ով կրի, էլի։ Ով կրի հարցեր։ Okay, արի սենց անենք։ Ես սա պահում եմ, ասում ես որ ձեռքում է։ Պրիմիտիվ է, բայց արագ։ Դավայ։ Լավ։ Առաջ բեր, հա, ես։ Չէ, բերում էի։ Լավ է, ուզում թաքցնեի։ Աչում։ Ես եմ ասում։ Դա, ես արդեն բանի մեջ եմ մտնում, ազարտի մեջ եմ մտնում, դե հասու։ Հա, okay։ Հաջորդը ես եմ պահում։ Հա, դե հերթականությամբ ոնց որ պայմանավորվել ենք։ Okay։ Դե արի լուրջ հարցերից սկսենք։ Լավ։ Քո չսիրելի լուրջ հարցերից։ Լուրջ հարցեր, հա։ Ինձ պատմի տեսնեմ, որտեղ ես քեզ տեսնում, օրինակ 10 տարի հետո։ Մարդը ինֆորմացված է, մարդը բավականին խելացի է, մարդը բավականին խորն է, լիքը բան է կյանքում տեսել, մեր կյանքին վերաբերմունքը շատ նման է իրար։ Ես ընդհանրապես պլաններ
չեմ սիրում, էլի երկարատև։ Խոսքս պլանների մասին չի, առհասարակ։ Այդքան հեռուն չեմ սիրում նայել։ Լավ, ինչքան հեռու ես նայել։ Ահա, մինչև տալվա վերջ։ High five։ Դրանից հետո չգիտեմ։ Դե հիմա ինչ իմանաս ինչ կլինի, էլի, մեկ էլ տեսած չգիտեմ, պատական երեխա մի տեղից ծլեց։ Մինչև տարվա վերջ որ երեխա ծլի, ուրեմն դու պետք է արդեն Հա, ով իմանա ինչ ա եղել, էլի, եւ մեկ էլ տեսա, տենց դուրս կգա մի տեղից, որ կամ ինչ որ չգիտեմ, մեկին կաղա կոծկի, սենց տենաս ասես Всё. Օ, Շանզելիզ։ Հա, լրիվ այդ երկերը տենց թիթեռնիկները սկսեն սենց ֆռֆռալ բան։ Տարիքը տենց բանակ առնիկ ջան չես գում, բայց ինքը գալիս է։ Ձեր մարդպես խոսացել։ Լավ, ես չդնենք էլի, հանկարծ չիմանալ, որ մեծ եմ։ Ես 20 տարեկան եմ, եթե ինչ։ Մայես։ Давай։ Նեն շարժումն ես անում, իսկ այս վարդից մնացել է վտարը։ Չէ, վարդից մնացել է վարդի բարենը, չէ։ Բարենին, աչը։ Էս քո աչը թե Սա։ Էս։ Դա։ Էս։ Հա։ Դա սենց արդար չի։ Լավ, արի Չէ, դու տուր էլի։ Եթե ջոգենք որ անդադ դու ես կրում, այդ վաղ թա այդ։ Նայ, անդադ ես եմ կրել, դրա համար։ Հա, այդ տիպի ինտուիցիա ունես։ Հա։ Պրոյեկտով ոգևորված եմ շատ, Բերի նշեմ պրոցեսից շատ հետաքրքիր էմոցիաներ եմ ստանում։ Սիրում եմ, երբ որ որևէ մեկի կյանքում իմ փոքր, բայց լուման ունենում եմ, իմ ներդրումը ունենում եմ ու այդ ամեն ինչը փորձում եմ անեմ խորհուրդների կարգով։ Ինչ դեպք կհիշես քո կյանքում, որը քո մոտ տպավորվել է որպես բեկումնային ու ստիպել է որ փոխվես, նույնիսկ եթե դա սկզբից չես հասկացել, հետո ես անալիզարել ու հասկացել ես, որ այդ փոխել է քեզ։ Դա եղել է դեռահաս տարիքում, իմ ծնունդներ, նոյեմբերի 2-ն էր։ Մենք գյուղում ենք նշում։ Ես հիմա նայողը կասի հորինում է, բայց լրիվ ռեալ պատմություն եմ պատմում։ Ես գիշ չեմ, ես դիշտո, հա։ Առավոտ էր մենք գյուղում պիտի նշենք այդ ամեն ինչը, գնացել ենք գյուղ, հոպարենց տուն ենք գնացել։ Առավոտ զարթնեցինք, տենց 8:40-ի կողմերն էր։ Աստված իմ 8:40։ Կարող 8:43։ Ես պրոստը որ ամեն վարքյան է այդ պահի տպավորվել է, հեսա կպատմեմ կհասկանաս խի։ Սենց նստած ենք, պատրաստվում ենք այս կողմ կողմ, հոպարիս աղջիկը պատուաներն է մաքրում, սենց նայում է, ինձ ֆորում ասում է, ի՞նչ է օդում, ոչ սամալյոտ է, ոչ վերտալյոտ է։ Ես սենց նայում եմ, դենամ ինչ-որ սկավառակ ասած էցամ։ Վազելով հելանք բալկոնը, սաղովի ես, հարազատ քուրս, հոպարիս երկու տղեկ ու այդ հոպարիս աղջիկը։ Հելանք ու այսից քարացած նայում ենք։ Սենց սարով Էնելու է գնում։ Այն որ խոսքի մեր գյուղում, սենց կորած տեղ, այն որ սենց աշխարհի ծերն է, հիմա սահմանին է, ահավոր սահմանին է, էլի մեր գյուղը։ Այդ այնց տեղ, Երևանից որ գնաս մեր գյուղ հասնես, սենց 6-6.5 ժամ պետք է ավտոյով գնալ հասնելու։ Պատկերացու աշխարհի ծերն է։ Ու սենց արծաթակույն ինչ որ սկավառակ է թվում։ Այդ պահին դե ես հասկացա, որ չեն հավատա որ պատմենք, էլի, վազելով այդ վաղ Nokia 3250 էր, հիշում ես։ Հիշում ես, այդ տակ ֆռում էր։ Այն որ փոքր վաղ տենց լավ էր, էլի, տենց կուրաժիտ էր նշում։ Իմը բան էր, բացովի Motorola էր, ռոզովի գույն։ Reserve 3, հա։ Չեմ հիշում մոդելի անունը։ Դա Reserve 3-ն էր, էլի։ Չէ, M3 էր ինչ որ վենգրած, էական չի լավ։ Կինոներում սախոր դագասում։ Հա, դա ավելի ստիլն էր, բայց հիմա նայեք դա ֆռմա, բան այդ տերախոս որ ֆրցնում էր կամերան էր բացում։ Ըստ այն վաղ տերախոսները հիմիկվան ահավոր դանդաղ են։ Հիշում եմ մի հատ երգ կարար լիներ հեռախոսիդ մեջ, որտեվ երկրորդը ավելացնում էր, ինքը տեղս վերջում։ Ահավոր ներնում է, հա դու ջնջում էր որ թազա երգցեր, գնում ենք տենց կամ տանոսներում մեջ երգ։ Էքսպորտերով, բանով։ Ով ինչ երգ ունի իրար կողք դնում է։ Հա, իբա մեզ նայողները լիքը մարդ չի հասկանում։ Նավթալինի հոտ եկավ տեղին։ Դավայ։ Դե ինչ ես ուզում, հələ ստեին նայ։ Ինչ է։ Так, ու ես գնացի, սենց բացում եմ։ Սպասում եմ ինչով կամերան բացի, կամերան երկար է բացում։ Այ։ Ինչով բացում։ Սպասումները։ Հա, դες աստիճանների վրա կայնած, սենց պահել եմ, որ նկարեմ, ու հենց սենց մատը սենց ստանում եմ, որ սխմեմ, այս ընթացքում։ Անհետանում է։ Այսինքն կետ է դառնում ու կորում է։ Այն կետ, այն կինոներն որնում է, այն որ տենց լրիվ այդ ձև, ու
ես այդ դեպքից հետո լիքը բաներ կյանքում ուրիշ ձև եմ սկսել նայել լիքը բաների, էլի, այսինքն մենք Ինչ ես ապրել, վախ ես ապրել, չգիտեմ։ Չէ, իմ գիտես ինչ ուրախություն է։ Ուրախություն, հետաքրքիր է։ Ահա, որպես նակեսներ, հա։ Եկան ինչ շնորհավորելու։ Հա, ես այդ վիճակ էր, հա։ Ես հասկացա, որ հələ լիքը բան կա մենք չգիտենք, ու դժվար է իմանանք։ Ես էլ եմ տեսել նման մի բան 7 տարեկան էի, բայց ոչ մեկ երկե չհավատաց։ Մտածին գիժում։ Ես նայ, Սլիզարուկոյ ասում։ Հա, գուշակեմ, թե դու հարցը տաս։ Ես դերի գուշակում ենք, չէ։ Okay, լավ, Ես մի անգամ գոնե պիտի չէ կրել։ Գայս փոխենք։ Չես կրելու, դու ինչ չես լսում, է։ Հա։ Ասում եմ չես կրելու, չես հավատում։ Դու էիր։ Լավ, ծախը։ Ես։ Այո։ Այ վերջապես։ Ուզում եի ասեի, չէ, ասի լավ։ Ասի լավ, չես անգամ թողեմ ինքը ասա։ Քո ամենավատ ժամադրությունն է։ Շատ հնդալու է։ Դավայ։ Так, ուրեմն մի հատ երբեմնի երիտասարդի հետ գնում ենք ժամադրության, երբեմնի երիտասարդի։ Այսինքն հիմա երիտասարդ չի։ Այն ժամանակ էլ ասում երիտասարդ չէր, հիմա հատկապես։ Գոնե մի բան ասա, երբեմն երիտասարդը հասկանա, որ իր մասին էր խոսքը։ Նախ սկսենք այն, որ սաղ red flag-ը, աչու ձախ։ Ուր գնանք, այնտեղ, որտեղ ես հաճախ եմ լինում, որ ատմոսֆերան ինձ գոնե դուր կգա, որ ինչ որ հետաքրքիր դրական բան գտնեմ իմ համար։ Եթե ինչ-որ որևէ նշույլ անգամ նկատվեր, որ ինքը այդ տեսակը իրան պահում, այդ ժամադրությունը ուղղակի տեղի չէր ունենա, մինչև այդ ամեն ինչ նորմալ էր։ Այստեղ են նստեց, սենց նստած տեղից նես թեքվեց ծամանով։ Ախպերը, մեզ մի հատ, հաշիվը մեզ մի հատ, ու սենց բաներ անում։ Ու խի պատմեցի, որ ես ընտրել եմ այնտեղ, որտեղ ես հաճախ եմ գնում, որտեղ ստաֆը ինչ ճանաչում է, արդեն գիտեն ես ինչ եմ սիրում, այն որ անմիջական պուպուշ, չգիտեմ, ու տանել չեմ կարողանում, երբ որ սպասարկող անձնակազմի հետ հանկարծ ինտոնացիա եմ բարձրացնում եւ այլն, հա, այդ իմ համար շատ անընդունելի է։ Այստեղ ինչ-որ տենց մուննատ-զուննատներով եկավ մատուցողը կանգնեց, տենց յաղք դեմքով են տում վրա նայելով, ինչ եք ուզում, ես իրա պատվերը տվեց, ֆրած, դուք ինչ կցանկանաք, կինո է էլի, անգիլի թեման։ Հիմա զրույցի ենք բռնկվել, ընկերուհուս նաստարտ այնքան քիչ եմ գնացել ժամադրությունների, որ ընկերուհուս նաստարտ տարածքում առհասարակ պաժիզնի։ Ժամանակ չկար, աշխատում էի, ժամանակ չկար, այո։ Ընկերուհուս նաստարտ կողքի դալանում սպասացնել եմ տվել։ Որ գաش ես վեկալի ու տանի։ Որ ինչ-որ մի բան ես արագ ծլկեմ։ Հա, ստե համընկերական շփում կար, համ այդ նու ես իմ առումով ասեմ, կնոջ եւ տղամարդու տենց քիմիա էլ կար տենց։ Ահա, նախաբանը չպատմեցի, ոնց հասանք այդտեղ, ինքը մեքենայով եկավ հետևիցս, կեղտոտ մեքենայով։ Նստում եմ, հա, էլի ոչինչ։ Ես կյանքում ուշադրություն չէի դարձնի, եթե ինքը չասեր կներես ես դե մամայի մեքենան է, իմ ավելի լավն է, պրոստը ես իմը չեմ վեկալ է, դրա համար է կեղտոտ եմ որ։ Ահա, այդ բանը պիտի պրոստը կինոներ են որ դուրը բացում։ Ու գնում են, այս տարիքից լինեի հաստատ կգնայի, շատ երիտասարդ էի, այն որ ամոթուզո գնալով եւ այլն։ Մի խոսքով սկսեցինք խոսել, որտեղ ես եղել, ես իրան պատմում եմ, ասում եմ դե այս տարի եղել եմ Իսպանիայում, հետո մի քանի ամիս անց գնացի Հունաստան, սենց այց։ Ոնց թե տարին երկու անգամ ես հանգստանում։ Այսի չէ, դե այս անգամն այն ստացվեց, որ ով է տեսել մարդ տարին երկու անգամ հանգստանում։ Բաբայի մասին իմանալ, բաբա չի հանգստանում։ Կասես իրական ես գամատով քեզ կպտե։ Որ շոկային է, չգիտես ինչ ասես։ Հետո բադու տարածքային որտեղ ես ապրում, ոնց այդտեղ ես էլ եմ այդտեղ ապրում, որ ասում է Արմենիացից սիկակնապյուցը друг не узнают, պարզվեց մենք շատ մոտ դրնկից հարևաններ ենք, չէ շատ մոտ, ամեն ինչ ավարտվեց նրան, սենց ամ, կարգին աղջիկ ես սերևում, հերս քեզ կսիրի,
Բա ասում եմ, չես մեր տուն հեչ գալի գնում, էդ էլ որ ասեց, համբերության բաժակը լուծվեց, հեռախոսը վերցնեցի, ընկերուս գրեցի զանգի հենց հիմային, զանգեց, ասի ոնց, հա, եղավ, դե, ասի կներես էլի, ոնց որ նենց ստացվել, բայց որ պատկերացնես, այդ ամեն ինչը տևել է 15 րոպե։ Ընդամենը։ Այդ ամեն ինչը 15 րոպե։ Այս ամեն ինչը տևել է 15 րոպե։ Պատկերացնում եմ 2 ժամ նստել հետ ինչ։ Չէ, չէի դիմանա։ Այդ 15 րոպեն էլ որ դիմացել եմ, էդ էլ երիտասարդ եմ եղել, դրա համար եմ դիմացել։ Հա, մի հատ էլ էլի այդ ժամադրությունից մի հատ դրվակ ինձ պատմում ասում է մեր թաղի երեխեքը գիտես ոնց են ինձ վախում։ Ասում եմ, ի՞նչն է թեման։ Ասում առավոտը որ առավոտյան որ վեր եմ կենում մայկաներ, ասում եմ, բանը, պատուհանից նայում եմ, ասում եմ, հլը ծրվեք սաղը, ասում եմ, վախում ծրվում։ 3 տարեկան երեխեքը ծրվում է։ Մի խոսքով, մենք որ խոսանք, շատ կխոսանք։ Արի մեր պայմանական գնահատականները թողնենք։ Ես չեմ հետևել, ավելի ճիշտ տեղյակ չեմ Արսենի հետ դեյթերում Գառնիկ ում ինչ միավորատվել, բայց ինձ թվում է համարային տալու է 6 միավոր, եթե դեռ ունի։ Ժողովուրդ, էսի մեզ կազմական դա անում էսի։ Ես այսօր ինձ տենց վերջին տականքն է զգում, երբ որ գնահատական էի դնում։ Ջերմ ընկերական վերաբերմունքը ոչ մի ձև չի կարող փոխարինվել, ոչ մի գնահատականով, նույնիսկ եթե բոլոր տղաները գնահատած լինեն մեկ։ Որ մարդիկ տներ են կրվում, ավտոներ են կրվում, իրանց են կրվում, ես էլ կրվեցի իմ բալերը, իմ խիղճը կրվեցի, անգամ կարելի է տենց ասել։ Ես այսօր հնարավոր այս բալային սիստեմի պատճառով ես կորցրեցի մի մարդու, ում հետ հետագայում կարայի նորմալ տենց ընկերություն անեի, մարդկային ընկերություն անեի։ Թոման արժանի երվեցին, բայց անան էլ արժանի չէր մեկին։ When I'm with you, I'm missing parts of me. Oh, it's true, but I lose myself in you. Ooh, lose myself in you. Այսա այն է ինչ ես սիրում եմ, ճոխություն, քչով շատ բան է ասված։ Ուղղակի հրաշալի տեսարան, չգիտեմ, բառերով չեմ կարող նկարագրեմ։ Շատ ուրախ եմ, որ ես սիրուն տեսարանի ականատեսնենք, որ ես սիրուն ժամին։ Ես էլ շատ քո հետ եմ։ Դու էլ ես շատ սիրուն։ Մերսի շատ։ Օրվա որ ժամն է քոնը։ Ավելի շատ երեկոյան, երբ որ մտնում եմ։ Ինչ ես զգում այդ ժամանակ։ Ինչ է դա սիրելի։ Խաղաղություն, երևի թե ավելի շատ լռություն, հանգստություն, կարծում եմ։ Հիմա այս պահին այս տեսարանը, այս ամեն ինչի ինձ տալիս է հանգստություն։ Իսկ քեզ։ Որ ժամն եմ սիրում։ Միշտ սիրել եմ առավոտը, բայց վերջերս երևի երեկոն նույնիսկ գիշերը։ Քիչ բան է երևում գիշերը, ու այդ ինձ ավելի հանգիստ զգացողություններ է տալիս։ Ուզում քիչ բան տեսնել, քիչ բան զգալ, քիչ բան կատարվի ինձ հետ, ու քիչ մարդիկ տեսնեն ինձ ու հանգիստ լինեմ։ Իսկ ես քեզ կմաղթեմ, որ ավելի շատ գտնես տենց մարդկանց, ում հետ օրվա ցանկացած բայի կարող ես հանգիստ լինել։ Ես ունեմ այդպիսի մարդկանց։ Ունես։ Հա։ Ես ուրախ եմ։ Ես մի բան հասկացա, որ դեյթը, ժամադրությունը օրվա յուրաքանչյուր ժամի կարող է լինել գեղեցիկ, պարտադիր չէ, որ այն անպայման երեկոյան լինի, այն կարող է լինել վաղ առավոտյան ու լինել շատ գեղեցիկ։ Քո կյանքում կան մարդիկ։ Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ չէ, բայց շատ չեն։ Մեկն էլ բավարար է երևի երբեմն, չէ։ Վախեր ունես բարձրության հետ կապված։ Բարձրության հետ կապված ընդհանրապես։ Ես էքստրեմի սիրահար եմ, անգամ եթե վախենամ, շատ վախենամ, ես պատրաստ եմ այդ վախը զգալ։ Այդպես վախենալով էլ եկել ենք այս պրոյեկտ, չէ։ Իմիջելոց է, եկել ենք պրոյեկտի, որտեղ չգիտեինք ինչա մեզ սպասվում ու
Մասշտաբը ես այսքան չէի պատկերացնում ամեն դեպքում։ Այսքան, հենց այսքան։ Այսպես չէի պատկերացնում։ Այսքան սիրուն։ Այսքան սիրուն։ Ալկոհոլ չես խմում, ինչքան գիտեմ։ Ոչ։ Չեմ սիրում։ Դե խմում եմ, բայց ես կխմեմ, դու կարող ես չխմել։ Ես կխմեմ։ Կխմես։ Սա շատ թեթև է, կարող ես խմել։ Վատ ալկոհոլ։ Անտարի միջով եկանք հասանք այստեղ։ Շատ հետաքրքիր էր ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ մենք ջար հեքիաթով քայլում էինք անտառներով, չգիտենք գնում ենք ուր, հատկապես հետաքրքիր կլիներ, եթե մենք իրոք կորեինք այդ անտառում։ Ես դեմ չէի։ Շքեղ շորիկով։ Ոչ մի մարդկային ձայն չկար, չէ՞։ Ոչ մարդկային, ոչ մեքենա։ Հա։ Իսկ ասոցացնում ես քեզ ինչ-որ բնության երևույթի հետ, կամ ինչ-որ, չգիտեմ, լեռների, անտառի, ամպրոպի, կայծակի, անապատի։ Ես ինքս ինձ որպես այդպիսին կոնկրետ բնութագիր չեմ տվել, չեմ մտածել երբեք այդ ուղղությամբ, բայց հաճախ ինձ ասոցացնում են կայծակի հետ։ Կայծակ։ Ճիշտ է, ինձնից դա չի երևում, ուղղակի այդ կայծակը նկատում են, երբ որ մի քիչ ավելի լավ են ճանաչում։ Ես եթե ավելի լավ ճանաչեմ քեզ հետո, հնարավորություն ունենամ, կասեմ նման այս կայծակի թե չէ։ Ընդհանուր այստեղ մեր շփումը բավականին մտերիմ է, մենք այստեղ կարելի է ընկերական բավականին մտերիմ շփում ունենք ու ես պարզեցի այսօր, որ Սերգեյը նույնպես սիրում եմ էլեկտրոնային երաժշտություն, տեխնո, մյուզիկ։ Վերջապես գտա մարդ, ով իմ սիրելի երաժշտությունն է սիրում ու ասեմ ավելին մենք եղել ենք շատ միջոցառումների, իվենթների միաժամանակ, բայց ես երբեք չեմ նկատել իրեն ու ինքն էլ ինձ։ Դե հա Բայց կարևորը ես գտա մարդ, ով որ սիրում է նույն երաժշտությունը, ինչ որ ես։ Ինձ ճանաչել ես թեկուզ քիչ, կամ պատկերացում ունես։ Ինձ հետաքրքիր է, ախ գնաս, ասա։ Չէ, ասա, ինչեւ վերջ հարցը դու ուզում ես։ Հարցս հետևյալն է, ինձ հետաքրքիր է, ինչքանով որ տեսել ես կամ զգում ես, ինձ ինչ երևույթի հետ կասոցացնեիր։ Երևույթի։ Էլի նույն օրինակներին։ Բնության։ Բնության։ Մայրամուտի։ Մայրամուտ։ Դե հա, Մարիամոտ շատ ես սիրում։ Համել քո գրած երգերից լսեցի, բախ վիճակվեց լսել քո գրած խոսքերով երգը ու հա, բավականին ռոմանտիկ երաժշտություն էր ու ռոմանտիկը ասոցացվում օրինակ այս տեսարանի հետ։ Ապրես։ Ես լեռների հետ եմ ինձ ասոցացնում ու շատ եմ սիրում լեռները։ Ինչքան գեղեցիկ են երկուսը ու ռոմանտիկ, ես կարծում եմ սա այն դեթերից, որ հենց ժամադրություն բառը կարելի է իսկապես բնորոշել։ Թեպետ կարծում եմ դուք էլ եք արդեն հասկացել, որ Անահիտի սիրտը կարծես թե գրաված է, ամենայն դեպս քիմիան մեր մյուս մասնակցի Ալեքսի հետ համընկած է, բայց դուրս են եկել դեյթի ու գիտեք սա ինչ է նշանակում, որ յուրաքանչյուր դեյթ չի նշանակում, որ դա պետք է վերաճի լուրջ հարաբերությունների։ Այստեղից հետևություն, որ սիրելի աղջիկներ, սիրելի տղաներ, կարելի է ունենալ դեյթեր, ժամադրություններ, հանդիպել եւ հանդիպման ընթացքում հասկանալ, արդյոք ձեր ճանապարհները խաչվում են, թե դուք տարբեր մարդիկ եք եւ պետք է շարունակեք ամեն մեկը ձեր կյանքը ձեր ուղիով։ Ոնց կուզեիր քեզ ճանաչեն մարդիկ, երբ որ էկրաններից են կողմ տեսնեն, որովհետև բնականաբար մեզ չեն ճանաչելու այնպեսին ինչպեսին կանք, այլ ճանաչելու են պատկերը, որը տեսել են։ Կարծում ես։ Կարծում եմ, այո։ Չնայած մենք բավականին եղել ենք բնական ու դա ավելի շանսերը մեծացնում է մեր իրական եսը ցույց տալու մարդկանց, բայց կարծում եմ ամեն դեպքում չի լինելու այնպես, ինչպես որ կա։ Ես չեմ կարծում, չգիտեմ, երբեմն կարծիքները գուցե այդքան էլ կարևոր չլինեն։ Մենք եթե իրոք եղել ենք այնպեսին ինչպեսին կանք, կարծում եմ ոչ մի խնդրի առաջ չենք կանգնելու, չգիտեմ։ Ես մաքսիմալ եղել եմ այնպեսին ինչպեսին կամ ու անգամ բացահայտել եմ իմ մեջ այնպիսի բաներ, որոնք ուրիշտեղ չեմ բացահայտել։ Դե ուրիշ ոչինչ կարևոր չի։ Եթե դու այստեղ ինչ-որ բաներ բացահայտել ես քո մեջ, ինչը կօգնի քեզ հետո քո կյանքում այլ տեղերում ավելի հեշտ լինել։ Ուրեմն այլ ոչ մի բան կարևոր չի այստեղ։ Իսկ քեզ հետաքրքիր կլիներ կյանքում
օրինակ ունենալ քո կողքին տղա, ով քեզ կժամադրի, բայց երբեք չասի թե որտեղ է ժամադրում։ Եթե տրամաբանությունը լիներ այնպեսին, ինչպես նախագծում է, որի մեջ կընկար այստեղ։ Իրականում հենց դա էլ է նպատակներից մեկը, որ ես այստեղ եմ, որտեղ ես չեմ սիրում անակնկալներ, ես չեմ սիրում անորոշություն։ Իմ կյանքում շատ դեպքեր կան, որ ծննդյան կամ այլ առիթի ինձ համար անակնկալ են արել, շատ սիրուն անակնկալ, բայց ես ամբողջ օրը լացել եմ, որովհետև սկզբում ես ստրես եմ տարել ու անակնկալի ժամանակ չեմ հասցրել ուրախանամ, որովհետև արդեն տրամադրություն չեմ ունեցել, բայց հասկանում եմ, որ այդպես ուղղակի չի լինում ու դրա համար որոշել եմ, որ պիտի գամ ու թույլ տամ, որ անորոշ լինի իմ հետագա մի քանի օրը, որպեսզի կարողանամ անորոշությունն էլ սիրել։ Ճիշտ ճանապարհը ճիշտ ձևակերպում տվեցիր։ Հա, կյանքը պետքա սիրել։ Իր բոլոր փակված դռներով Անահիտի հետ ճանապարհին ահագին զրուցեցինք տարբեր թեմաներից, բայց ավելի շատ հենց ավելի սրտի սիրել, չսիրելու էմոցիաների, այստեղ ունեցած մեր էմոցիաների, թե ինչ ենք հաղթահարել, որ եկել ենք այստեղ, ինչ ենք բախվում, ինչ է գալիս մեր դիմաց ու մենք ուզում ենք հասկանալ, մենք պատրաստ ենք դա վերցնել։ Իրականում երբ որ մենք նայում ենք այս տեսարանին, դու այս տեսարանին ընկալում ես նենց, ոնց դու ես ուզում ընկալել, իսկ ես նենց, ոնց ես եմ ուզում ընկալել։ Ու այդ զգացողություններն էլ ու ընդհանրապես կյանքն էլ էլի մեզնից է կախված։ Խմենք։ Խմենք։ Արդեն ես եմ առաջարկում։ Արդեն դու ես։ Արդեն խմել սովորեցի։ Շատ չսովորես։ Դե լավ։ Այս մի բաժակը։ Այս տեսարանի դեպքում հնարավոր չի կարծում չխմել։ Պետք է վայելել։ Բայց իրոք։ Շատ սիրուն։ Շատ սիրուն։ Ամենից ավելի քան սիրուն էր, կարծում եմ ամենասիրուն տեսարանն էր, որ երբևիցե եղել է այս ամբողջ պրոյեկտի ընթացքում, կամ էլ ես եմ այդքան շատ հավանել։ Ու ընդհանուր առմամբ դեյթն էլ բավականին շատ լավ անցավ։ Խոսքերը անգամ չեն ուզում գալ, չեմ ուզում խոսել, այս լռությունը պրոստը։ Իրոք կարծում եմ շատ ժամանակ մի բանը շատ սիրուն է ու շատ գտնում է մեր սրտին ու ուղեղին, իրոք բառեր չես գտնում։ Արտահայտել է։ Սերն էլ, երբ իրոք սիրում ես, այսպես ես լինում խոսելուց, փորձում ես բացատրել այդ սերը, բայց այդ սերը չի ստացվում բացատրել։ Որտեղ դու իրոք սիրում ես։ Որտեղ դու իրոք սիրում ես։ Որտեղ այդ իրականը բառերով չես նկարագրի։ Չես նկարագրի։ Անկեղծ ասած պահի տակ նկատում ենք, որ մենք երկուսս էլ լուռ ենք մնացել ու նայում ենք ուղղակի այդ շատ սիրուն մայրամուտին, բայց հասցրել ենք խոսել նաև, այո։ Իսկ սիրո մասին պետք է գոռալ թե լռել։ Լռել, միանշանակ լռել։ Սիրո մասին պետք է գործողություններով։ Իմիջիալոց ու դա պետք չի լինի այս մասշտաբի։ Չնայած որ շատ հաճելի է։ Ամեն դեպքում կարող լինի մանրուքների մեջ։ Շատ փոքր մանրուքներ կարող են խոսել շատ մեծ սիրո մասին, կարծում եմ։ Իսկ պրոյեկտի շրջանակներում նմանատիպ զգացողություն ունեցել ես։ Ինչպիսի։ Սիրոն մոտ կամ սիրահարվածություն։ Չէ երևի։ Համակրանք չունես։ Համակրանքներ ունեցել եմ, բայց ավելի խորը դեռևս ոչ։ Դե բնականաբար մի քանի օրում կարծում եմ խորը, շատ խորը չի կարող լինել, կարող է լինել համակրանք։ Կարող է լինել, որ 1-2 օրում մի անգամից հասկանաս, որ նա այն միակն է, ով ինձ պետք է։ Կարող է սա զգալ, բայց ես այդ ամեն ինչը չեմ զգացել։ Գուցե էմոցիաներս մի քիչ բաց լինեն, ես զգայի այդ ամեն ինչը, բայց հիմա մի քիչ փակ եմ։ Դե իմ սերը ես ավելի ուրիշներն են բնութագրել, ես չեմ բնութագրել, ես երբեք իմ հետ կապված ինչ-որ բանին բնութագրումներ, առավելևս լավ բնութագրումներ չեմ տալիս, խուսափում եմ, մի քիչ համեստ եմ պահում։ Բայց այն սերը, որ տեսել են, իմ ունեցած սերը, որ տեսել են, ասել են ապոլոնական է։ Ապոլոնական։ Հա, մեր տղաներից մեկն էլ է ինձ ասում Ապոլոնի դեպ։ Ինչ կա Ապոլոն։ Բայց ես նման է երևի Ապոլոնին, ես բարի խոճը չկմազերով։ Իսկ տղտիկները ասում են Փերի։
Փերի։ Փերի հետ են։ Սփայլուն շորերը, կադեն աչուկները։ Ասեն ոնց որ անտառի փերի լինես, ինչ որ հանգստություն ես սփռում։ Տես այսօր կատարվեց այդ։ Դե հա։ Փայլուն փերի շորերը հայտնվեցիր։ Անտառում։ Հեքիաթի շորերով անտառում, այո։ Դե հա, իմ կյանքում իրականում միայն այս պահը չի, որ հեքիաթի եմ նման։ Ընդհանուր իմ կյանքը ես հեքիաթի եմ նմանացնում, միշտ նմանացրել եմ հեքիաթի, որտեղ իմ կյանքում կան բոլոր էմոցիաները։ Ես ապրել եմ շատ էմոցիաներ, հասցրել եմ լինել շատ տարբեր վայրերում, շատ տարբեր մարդկանց ճանաչել, շատ, չգիտեմ, իրոք հեքիաթի են։ Դե մեր կյանքը էմոցիաներ է։ Էմոցիաներ, որոնք առաջացնում են հիշողություններ, որոնք մեզ հետապնդում են։ Ինձ շատ գրավում է, որ Անահիտը շատ հանգիստ կարողանում է կիսել, բաժնեկցել, պատմել իր զգացողությունների եւ էմոցիաների մասին։ Շատ եմ նկատել, երբ որ ինչ-որ բան ես անկեղծ ուզում եմ աշխարհից, ընդհանրապես եւ ոչ միայն աշխարհից, Աստծուց կամ այն ամեն ինչ իմ շուրջը կա, ես տանում եմ։ Միանգամից շատ արագ, շատ անհասկանալի ձևով։ Ես ես կձևակերպեմ արժանանալ բառով, ես էլ օրինակ միշտ փորձում եմ արժանանալ։ Իրոք եթե ինչ-որ բան շատ եմ ուզում, ու դրա համար ցանկալի կլինի լինել այսպեսին կամ անել այսպեսին, ես փորձում եմ արժանանալ այդ ամեն ինչը, թե Աստծուց, թե արժանանալ։ Սիրում եմ այդ բառը։ Արժանանալ։ Դե ինչ սիրասուներ, ավարտվեց եւս մեկ դեյթ, ժամանակն է քվեարկելու ու միմյանց միավորներ տալու, թեպետ ընտրության հնարավորությունը շատ չէ, բայց ամեն դեպքում երկուսից մեկը կարող եք ընտրել միավորներից ու տալ ձեր այսօրվա դեյթի զուգընկերոջը։ Սերգեյին գնահատել եմ 3, բայց 3-ը իմ համար ոչ օբյեկտիվ գնահատական էր բնականաբար, քանի որ ինձ մոտ մնացել են 3 եւ 2 գնահատականները ամեն դեպքում ամեն շատ սիրուն էր ցածր գնահատելու համար։ Շատ սիրուն էր ամեն բան, չգիտեմ, շատ սիրուն էր։ Հաստատ 3-ի տեսարան չէր։ Այս դեպքում ես ունեի 2 գնահատական, որոնք իրար մոտ էին, 2-ը եւ 3-ը։ Որոշեցի, որ 2-ը կտամ իրեն, համել ինքը ավելի մեծ բան գտել է այս պրոյեկտում արդեն, եթե խոսում ենք այս մասին։ 3-ն էլ կպահեմ ապագա կոլեգայիս համար։ Այսօր դու փայլում ես ավելի, քան մնացած օրերը, այդ ռոմանտիկա զուտ չեմ ասում, ուղղակի ամեն օր քանի որ քեզ միշտ կոմպլիմենտ եմ արել, այսքան օրվա ընթացքում այսօր ինա դու քեզ կոմպլիմենտ չեմ արել, որտեղ այսօր դեյթի էինք, այսցի դեյթը տենց սիրուն բացումով սկսեմ, ասենց սիրուն լոկացիայում, մոտավորապես երևի մի տարի առաջ, տարի ու կես, Իլոնային ոնց որ հետևել եմ համացանցով, մենք մինչև այդ չենք հանդիպել իրար հետ, առաջին անգամ հանդիպել ենք համերգներից մեկի ժամանակ, այս վերջերս երևի 2 ամիս առաջ, 2-3 ամիս առաջ։ Ոնց որ իրար կողք կանգնած ենք եղել, տենց բնականաբար ես իրան ճանաչել եմ այնտեղ մոտավորապես 2 օր առաջ ենք էլի այդ մասին խոսացել, տենց ասում եմ ես էլ քեզ եմ հիշում, ոբշում ուղղակի տենց շատ չեմ ֆիքսել, ոնց որ տենց իրար կողք կանգնած ենք եղել։ Հետո, բայց այստեղ արդեն ավելի մտերմիկ տենց ոնց իրան պատկերացել եմ, ինքը դրանից ավել է եղել էլի, ինչի չեմ ասել, որ Իլոնային ճանաչենք, սպասում եմ Իլոնայի հետ դեյթը լինի, որ Իլոնայի հետ կապված տենց ամեն ինչ խոսամ կոնկրետ իր դեյթի ժամանակ։ Դու դերասանու ես։ Ապագա դերասանու ես։ Ու ամենակարևորը ասում եմ կյանքում դերասան չլինես։ Այդ իմ կարծիքով ամենակարևոր բանն է։ Այստեղից մի հատ հարց, օրինակ, այսքան ժամանակ որ շփվել ես, նկատել ես ինչ-որ դերասանական խաղ կյանքում բացի մաֆիայից։ Բացի մաֆիայից։ Թիթիզություն եմ ահավոր նկատել, թիթիզությունը ոնց որ կարենք խառնենք մի քիչ։ Կարա շփոթացնի խառնի դերասանության հետ։ Ինձ տենց է թվում։ Իսկ ինչու ես հենց թիթիզություն նկատել կամ խի, օրինակ, թիթիզություն։
Ինչն է իմ թիթիզական։ Թիթիզ ես։ Հագնվելա ոճը այն է։ Չէ, շարժ ձևը բան սենց։ Խոսալու ձևը։ Չէ, նայ դու սխալ ես նկատել։ Թիթիզն ու էմոցիաներով մարդը որ սենց խոսում է, չի նշանակում, որ թիթիզը սենց է լինում։ Չի, թիթիզը անգամ խոսելով էլ դու կարաս նկատես, որ այդ մարդը թիթիզ է, բայց այսքան ժամանակ ես անկեղծ եմ, որ սենց որ բոլորով նստած ենք եղել, չեմ նկատել, որ ես ինչ-որ թիթիզական ֆրազա անեմ։ Ես ուզում եմ հասկանամ, ինչ թիթիզ բառից վիրավորվեց, թե ուզում եմ ավելի հաճելի բաներ լսի։ Շոուից առաջ սենց կանգնել ես, այլ դա սենց ինտերվյու անգամ չգիտեմ, բարդ ձեզ դեյթից առաջ կարամ օրինակ մտածեմ, ասենք ինչ ենք խոսել, բնականաբար կամերաների հետ ենք, չէ, խոսում ամեն դեպքում։ Խոսում ես կամերաների դեմը։ Չէ, ընդհանրապես։ Կարող ուղղակի խոսելա ձևս փոխվի, այսինքն ես չի ժորգոնային եմ խոսում, բայց սենց օքեյ լինեմ։ Արմանի տարիքայինը, որ համարյա իմ ու իրա տարիքը մոտ է, ինչով է ավելի սենց հավես, ոնց որ նույն սերնդի մարդ ենք, նույն նախասիրությունները կարանք ունենանք, մեր համար ոնց որ չի կարա, ոնց որ նույն ընդհանուր խոսակցությունը կարանք ունենանք, որովհետև համարյա մտածողությամբ մենք իրականում նման ենք։ Ինձ ասա էլի հետաքրքիր այն ծավալ, ով ես դու հարաբերությունների մեջ։ Ես սենց որպես կողակից ասեմ, նենց կերպարեմ, որ լրացնում եմ իմ կողակցին։ Ոնց որ, ասենք կողակիցս հագնի մի հատ պիջակ, մի հատ տաբատ, ոչ մի աքսեսուար չկրի, ոնց որ ես իրան լրացնողը լինեմ։ Ես առաջարկում խմենք մեր դեյթի համար, որովհետև մենք առաջին օրվանից իրար հետ մտածում ենք, բաբա երբ ենք իրար հետ դեյթի լինելու, հենց նոմեր ցանկություն ունեմ բնականաբար իր հետ էլի ինչ-որ պրոյեկտից դուրս արդեն ինչ-որ շփում ունենալու, բայց ոչ մի բան չեմ կարող հաստատ ասեմ, որովհետև օր-օրի ժամ-առ-ժամ բացահայտում ենք մարդկանց։ Իլոն, ով ես դու 5 տարի հետո, ով է Իլոնան, ոչ թե ով ես դու։ 5 տարի հետո Իլոնան իրականում միշտ երազանքներից հետևից եմ վազում, միշտ։ Ու եթե ինչ-որ արգելք է լինում, ես այդ արգելքներին պրոստը սենց արհամարում եմ, կապ չունի, ինչ ուզում ա լինի, որովհետև եթե մի հատ դու դաժե այդ արգելքին ինչ-որ չափով տրվես, չի եմ հետևես, դու քո երազանքից պրոստը սենց կհեռվանաս ավելի, իսկ 5 տարուց ես ուզում եմ այն մարդը լինեմ, որ իրականում որոշել էի 13-14 տարեկանում ու դաժե 16 ինչի տենց մի տարի հետո, որովհետև 16-ում երբ որ սկսեցի աշխատել, ու շատ սենց իմ համար ծանր շրջան էր, ու ես առհասարակ չեմ սիրում, որ մարդիկ իրենց աշխատանքը ոնց որ դիմացին ավելի ծանր գործ է ենթադրենք անում, ինքը օրինակ ըստ իրա թեթև գործ անում ու սենց սկսում եմ փնովել, բայց դու ինչ ես անում, օխր սենցն են, ես աշխատել եմ առանց հանգստի, ես գնացել եմ 2 պարապմունքի ու ես զուգահեռ դրա հետ սովորել եմ ու այդ էմոցիաները, որ սենց օրինակ հենց եթե խոսամ, կարող լացեմ անկեղծ, որովհետև աչքից դեմն է, ոնց է սենց տանջված հասնում գործի տեղ, հետո այդ գործի տեղից գնում էի պարապմունքի կամ դա թեման շրջանցենք։ Չէ, նորմալ է, ես սիրում եմ տենց թեմաներից խոսել, որովհետև իրականում սենց կարա օրինակ դիմացինից մոտ տենց էտապ լինի ու ինքը մի հատ հասկանա, որ այդ անցողի կա, ասում է չկա վատ կյանք, կան վատ օրեր լրիվ։ Ու տենց։ Երբ որ գնում էի դպրոց ու դպրոցից այդ ժամանակ փոխտնօրեն էր, հիմա տնօրեն է, ասում էր դու խնդիր չունես, որ ես քեզ տեսա, որ դու սենց այս տարիքում աշխատես, դա քննական շրջան էր եւ այլն։ Այդ ժամանակվանից մեջս դրեցի են, որ Իլոնա դու պետք է հասնես ամեն ինչին, որ ամեն ինչ, որ ընտանիքդ երջանիկ լինի, ուրախ լինի, որ դու հասել ես, որտեվ կողքից լիքը եմ, որ այո, չուզող մարդիկ կան, նախանձներ կան, ովքեր միշտ շրջապատում են, անգամ մոտ մարդը քեզ կարա նախանձի, ինքը քեզ շրջապատի։ Ու այդ շատ դժվար է, երբ որ դու այդ գիտակցում ես ու դու ամեն ինչին ինա դու ուզում ես հասնել քո երազանքներին։ Ես վստահ եմ, որ իմ աշխատասիրությունը, ես իրոք շատ աշխատասեր եմ ու միշտ երբ որ իմ մոտ աշխատանք բառն են ասում, ես միշտ
դրանով ասոցացում եմ ինձ, որտեվ իրոք շատ եմ սիրում աշխատել։ Չգիտեմ, հետաքրքիր զույգ է ամեն դեպքում, չեմ կարող ասել, որ հնարավորություն չկա ունենալու սիրասումներ, բայց մի բան հաստատ, պետք է ձեզ հիշեցնել, ուղարկել SMS հաղորդագրություն 1006 կարճառախոսահամարին, եթե օրինակ կարծում եք, որ այս զույգը Իլոնան եւ Արմանը կանցնի եզրափակիչ։ Եվ առհասարակ կարող եք նշել ոչ միայն մեկ կոմբինացիա, այլ տարբեր զույգեր։ Գուցե դուք բոլորին եք ուզում նշել որպես հավանական կոմբինացիաներ։ Ես կոմիշ տենում եմ այդ աշխատասիրությունը պոտենցիալը, անկեղծ ասում։ Նու այտենց դերասանականով օրինակ չգիտեմ, քո սիրած այտենց բանով չգիտեմ, բայց գիտեմ որ երկի առումով կոնկրետ, նու իմ բավ օրինակ կարամ ասեմ ջոգիր, այն ինչը որ ես կոնկրետ ինչ որ չափով հասկանում եմ, հա, ասած ասեմ դրա մեջ եմ, քո դու ձայն են տվել նույնս որ չգիտեմ, որ դու էդի մեջ հաստատ կուզեի լսեի։ Անպայման պետք է զբաղվես երգով, ես քեզ լիքը ասել եմ։ Դու այդ կանենք իրար հետ։ Անպայման։ Երկի առումով դու պետք է աշխատես որտեղ։ Երկը իմ համար անկեղծ մի հատ sense աշխարհ է, որ ես օրինակ չեմ լսում, ես դե պրակտի ընթացքում, երբ որ շատ հեռախոսով չենք հասնում զբաղվենք ու առհասարակ չենք հասնում երաժշտություն լսենք, հենց ականջակալով, այդ իմ համար մի հատ ստրես է ու ես երբ որ sense նեղվում եմ, ես հասկանում եմ, որ կամ դրանից է, կամ քաղցրի պակասի։ Այդ երկու բան է։ Ահա։ Ու երգը իմ համար մի հատ sense բան է, ոնց որ տրամադրություն, ռիսկի խորտշանում ասում, ինչ որ այդ վիճակները միշտ sense հավես է ու բոլորս անկեղծ։ Մեր պրոյեկտում ինչքան երեխա կա, այսքանովս որ կանք Սաղս այդ ապրումներով են, գոնե որ իրարից սկսում ենք երգել, այդ գոնե լրացվում է։ Այդ շատ կայֆ է, չգիտեմ, քո էներգիան ուրիշ է, զգում եմ ինչ-որ, խիմիա են ասում, ինչ ասում, չգիտեմ, բայց այս էներգիա քեզանից զգում եմ, խիմիչեսկի ինչ-որ մի բան զգում եմ։ Ես օրմոնն եմ տեսնում սիրահարվում այ մարդ, նման մի բան նախորդներն էլ ասաց, հիմա էլ ես աղջկան ասում։ Ես չեմ հասկանում, այս տղան իրոք սենց անընդհատ սիրահարվում է բոլորին, թե ուղղակի տոփուկի մեկն է։ Չի եղել որ տենց FM գնահատական, բարձր գնահատական որ ստանամ, մաքսիմալ աղջկանից է գալի անկեղծ ասած, աղջիկներ ջան ձեզ այնց է գալիս, թե ես ձեր հետ ոնց կշփվեմ, ինչ մոտեցում ցույց կտամ, ոնց աղջիկը թույլ է տալիս, տենց շփվում եմ։ Մնացածը թե ինչ եք հասկանում դուք, չգիտեմ, գրեք կոմենտներում խոսքի։ Իլոնա ես ճիշտ ասած չգիտեմ, ավելի եմ կապվում քո հետ։ Չգիտեմ, 30 րոպեն չի ավարտվում, չգիտեմ, ժողովուրդ չի կարելի սենց։ Չգիտեմ։ Իլոնա։ Ինձ որ դեյթի կանչեք, ես արդեն բոլոր հարցերը իրենց հնարավոր բոլոր պատասխաններով գիտեմ։ Ավելի լավ է մի անգամից ամուսնանանք, էլի առանց դեյթ բան կամ մի անգամից երեխա ունենանք լուրջ։ Չէ, իրականում մարդն էլ ինքը իր արածը, անցած ճանապարհը պիտի գնահատի ու ես ցենց մի հատ պրինցիպ, հա, տենց ասեմ, մեջս կա, որ չեմ թողում, օրինակ, չգիտեմ, մեկին զիջեմ կամ նամանավանդ աշխատանքի մեջ, ես սիրում եմ ամեն ինչը սենց իդեալական լինի ու ընդհանրապես ես մի հատ բան էլ ասեմ, որ ես երբ որ իմ աչքից արցունք է գնում, թեկուզ այդ ընթացքում այդ ինձ ավելի է ուժ տալիս, ես չեմ սիրում, ես որ լացում եմ ու դաժե մի անգամ ինձ ֆրացին ասեցին այդ դերասանի արցունքները, այդ ոբշե սենց վիրավորական մի հատ բում էր, որովհետև այդ էմոցիա է, որի հետ չպետք է խաղալ, էլի դիմացին օրինակ, դերասանական արցունք, Այ վատը էտա դերասանության, որտեղ ինչ անում ես, օրինակ ասում եմ, լավ դերասանա, տենց դերասանական բան ասեմ։ Ես օրինակ երբ որ դերասանական ինչ-որ բան անեմ, ասես ռիսկի փոխվում եմ։ Դեմքից միմիկան, ասես մի անգամ, բայց էսի այն Իլոնան է, որ դու ասենք տան մեջ էլ գիտես ու այդ սաղ գիտեն, որտեղ ես իրոք այն Իլոնան եմ, ով ասենց այսպես միշտ սենց է։ Գումարը թե ընկերներու էմոցիաները հավասար են, անկեղծ հավասար են։ Այս պահին ես չեմ մտածում դրա մասին, որովհետև նախ մինչև պրոյեկտը սկսելը, այսինքն երբ որ արդեն երկրորդ ժամադրության օրները շատ ծանր էի տանում, սենց մտածում էի իմ տեղը չի, ես իրոք անիմաստ եմ եկել, որովհետև երբ որ կողքի մարդկանց ցանկություններն ես լսում ու ասում ես
Ուզոր էգոիստ չեմ։ Ես սենց ասեմ, ինձ թվում է արդեն հարցիս պատասխանը կլինի։ Ես եկել եմ, կարող է ես եկել եմ դրա համար, բայց երբ որ շփվում ես, մի քիչ այդ կարծիքները որ լսում ես, այդ ամեն ինչը փոխվում է մեջդ։ Դե ինչ, մեր դեյթը մոտեցավ իր ավարտին, ժամանակն է քավեարկելու ճնճղուկներ։ Միլոնային գնահատել եմ իմ մոտ եղած քարտերից ամենաբարձրով։ 3։ Ուղղակի գովշե 3-ի արժանի աղջիկ չէր էլի։ Իմ մոտ քանի որ մնացել էր 4-ը, ես վաղը Սերգեյի հետ եմ հանդիպման, քանի որ ես Սերգեյին առաջի օրը բարձր եմ գնահատել, ամենաառաջի օրը, երբ որ տեսքով ենք նայել, որոշեցի, որ ավելի լավ կլինի, որ բարձր թիվը գնա իրան, իսկ մյուս 4-ը գնա իրան, որպեսզի արդարությունը այստեղ մի քիչ գոնե արդարության կողմնակից է լինենք, բայց ընդհանուր անկեղծ եմ ասում, երկուսին էլ շատ եմ սիրում։ Այս ծաղիկները չգիտեմ կարելի է թե չէ, սպասում էի գնահատեինք, վերջացնեինք, հետո ծաղիկները տայի, որ չազդեր այդ գնահատականի վրա, որովհետև ամեն ինչ անկեղծ է։ Ես գիտեմ դու ծաղիկներ ահավոր շատ ես սիրում։ Շատ։ Դրա համար ուզում նվիրեմ քեզ այս ծաղիկները։ Ճիշտ գողանամ ծաղիկները քո համար։ Չգիտեմ ինչքանով այդ կարելի, բայց օրենքները խախտելու համար եմ։ Ես էլ քեզ եմ շնորհակալ։ Ապրես սիրուն երեկոյի համար։ Գնացինք։ Երբեմն կես հայացքն էլ բավական է, որպեսզի հասկանաք, լինելու եք իրար համար սիրած մարդիկ, թե պարզապես մնալու եք լավ ընկերներ կամ գուցե ոչինչ էլ չի մնալու ձեզանից։ Մեր զույգերը հասել են այդ ճանապարհի վերջնամասին, եւ վերջին կանգառը շուտով կգա որոշելու, կբացվեն որոշ փակագծեր եւ առհասարակ շատ տողատակեր։ Սրտի Արագ Բաբախյուն, աչքերի փայլ, նախնական ամոթխացություն եւ սրան զուգահեռ տասնյակ քննարկվող թեմաներ, միմյանց բացահայտելու բազմաթիվ հարցեր։ Սիրասունը մոտենում է եզրագծին, սակայն հաղթողի անունը դեռ մշուշոտ է։ Լուսնյակ, փետուրդ մոտս է, խուտուտ կուտա։ Կհանդիպենք։ Յուքոմ, ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում։ See